Երբ 1978 թվականին Ֆրանսիայի հարկային ծառայության աշխատակիցները մտան Շարլ Ազնավուրի անձնական արխիվ, նրանք գտան մի փաստաթուղթ, որը երբեք չպետք է գոյություն ունենար։ Սև թանաքով գրված նամակ, ուղղված անհայտ իրավաբանին, որտեղ երգիչը հաշվարկում էր, թե քանի տարի պետք է աշխատի, որպեսզի վճարի նոր հարկերը։ Թվերը սարսափելի էին, 75% նրա եկամուտներից։ Բայց ամենաանհանգստացնող մասը այն էր, որ փաստաթղթի վերջում Ազնավուրը գրել էր 3 բառ, որոնք ջնջված էին այնքան ուժգնորեն, որ թուղթը պատռվել էր։ Ինչ էր գրված այնտեղ։ Սպառնալիք, աղերս, թե մի բան ավելի վտանգավոր։ Եվ ինչու այդ փաստաթուղթը անհետացավ հարկային ծառայության արխիվներից ընդամենը 3 օր անց։ Ով էր այնքան հզոր, որ կարողացավ ջնջել այդ հետքերը, եւ ինչից էին վախենում ֆրանսիական իշխանությունները, եթե այդ նամակը դառնար հրապարակային։ Պատկերացրեք, որ դուք ամբողջ կյանքը նվիրել եք մեկ երկրին։ Ձեր ձայնը դարձել է այդ երկրի խորհրդանիշը ամբողջ աշխարհում։ Ձեր երգերը երգում են Տոկիոյից մինչև Նյու Յորք, եւ ամենուր, երբ մարդիկ լսում են ձեր անունը, նրանք ասում են. Ֆրանսիան։ Դուք ստեղծել եք ավելին, քան երաժշտություն։ Դուք ստեղծել եք մշակութային կամուրջ, որը միացնում է մայրցամաքները։ Եվ հենց այն պահին, երբ դուք հասնում եք ձեր կարիերայի գագաթնակետին, երբ ամբողջ աշխարհը ճանաչում է ձեզ որպես Ֆրանսիայի մշակութային դեսպան, ձեր սեփական կառավարությունը որոշում է ձեզ պատժել։ Ոչ թե մեդալով, ոչ թե շնորհակալագրով, այլ հարկային օրենքով, որը պահանջում է ձեր եկամուտների 75%-ը։ Սա պատահեց Շարլ Ազնավուրի հետ 1978 թվականին, եւ այն, ինչ տեղի ունեցավ հետո, փոխեց ոչ միայն նրա կյանքը, այլև ամբողջ Ֆրանսիայի հարկային համակարգը։ Բայց սկսենք սկզբից։ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում, հայ ընտանիքում, որը փախել էր Օսմանյան կայսրությունից։ Նրա պապը Միսակակ Ազնավուրյանը բացել էր փոքրիկ ռեստորան Շամպոլիոն փողոցում, եւ այնտեղ խոհանոցի անկյունում փոքրիկ Շահնուրը առաջին անգամ լսեց հայկական երգերը, որոնք պատմում էին կորցրած հայրենիքի մասին։ Այդ երգերում կար ցավ, բայց նաեւ հույս։ Հույս, որ մի օր արդարությունը կհաղթի։ Ով կարող էր մտածել, որ այդ փոքրիկ տղան, որը խոհանոցում սովորում էր հայերեն երգեր, մի օր կդառնա ձայնը, որը կխոսի ոչ միայն հայերի, այլև բոլոր այն մարդկանց անունից, ովքեր պայքարում են համակարգի դեմ։ 1938 թվականին, երբ Միսակ Ազնավուրյանը մահացավ, ընտանիքը կորցրեց ոչ միայն պապին, այլև ռեստորանը։ Փողերը վերջացան, բայց Շահնուրի ծնողները չհանձնվեցին։ Նրանք սկսեցին երգել փողոցներում, թատրոններում, ցանկացած վայրում, որտեղ վճարում էին։ Եվ փոքրիկ Շահնուրը նրանց հետ էր, 12 տարեկան տղա, որը արդեն գիտեր, թե ինչ է նշանակում աշխատել ապրուստի համար։ 1936 թվականին նա առաջին անգամ հայտնվեց կինոյում, եւ թեև դերը փոքր էր, Շահնուրը հասկացավ մի բան. ես ուզում եմ, որ ամբողջ աշխարհը լսի իմ ձայնը։ Բայց ոչ ուղղակի Շահնուր Ազնավուրյանի ձայնը։ Ֆրանսիական հասարակությունը դեռ չէր պատրաստ ընդունել հայ ազգանունով երգիչի։ Այդ պատճառով նա կրճատեց իր ազգանունը՝ Ազնավուր, Շարլ Ազնավուր։ Անունը, որը հնչում էր ֆրանսիական, բայց մնում էր հայկական իր էությամբ։ Տարիներ անցան։ Երիտասարդ Շարլը երգում էր փոքրիկ ակումբներում, գրում էր երգեր այլ կատալողների համար եւ դանդաղ, շատ դանդաղ բարձրանում էր դեպի ճանաչում։ 1956 թվականին նա առաջին անգամ ելույթ ունեցավ Օլիմպիա դահլիճում, Փարիզի ամենահեղինակավոր բեմում։ Այդ երեկոն փոխեց ամեն ինչ։ Հանդիսատեսը ոտքի ելավ, եւ Ազնավուրը հասկացավ. ես այլևս չեմ պայքարում ճանաչման համար, ես արդեն ճանաչված եմ։ Բայց հաջողության հետ եկավ նաեւ ուշադրությունը, ոչ միայն երկրպագուների, այլև պետության կողմից։ Եվ այստեղ է, որ սկսվում է իրական պատմությունը։ Երբ Շարլ Ազնավուրը դարձավ միջազգային աստղ, նրա եկամուտները սկսեցին աճել աստղաբաշխային տեմպերով։ Նա երգում էր Ամերիկայում, Ճապոնիայում, Լատինական Ամերիկայում, եւ ամեն տեղ նրա համերգները լցված էին մինչև վերջին տեղը։ Բայց Ֆրանսիայում, նրա հայրենիքում, որտեղ նա ծնվել եւ մեծացել էր, կառավարությունը նայում էր նրա հաջողությանը այլ աչքերով։ Նրանց համար Ազնավուրը չէր ներկայացնում մշակութային հպարտություն, այլ հարկային հնարավորություն։ Եվ երբ 1978 թվականին Ֆրանսիան ընդունեց նոր հարկային օրենք, որը սահմանում էր 75%-անոց հարկ բարձր եկամուտների համար, Ազնավուրը հայտնվեց թիրախում։ Պատկերացրեք այս թվերը։ Միջին ֆրանսիացի բանվորը վաստակում էր մոտ 2000 ֆրանկ ամսական։ Շարլ Ազնավուրը իր համերգներից եւ ձայնագրությունների վաճառքից վաստակում էր մոտ 1 միլիոն ֆրանկ ամսական։ Բայց նոր հարկային օրենքի համաձայն
Նրանից պահանջում էին վճարել 750,000 ֆրանկ հարկ ամեն ամիս։ Սա նշանակում էր, որ նրան մնում էր ընդամենը 250,000 ֆրանկ իր ընտանիքի, իր թիմի, իր բոլոր ծախսերի համար։ Եվ սա չէր վերաբերում միայն Ազնավուրին, բայց նա էր այն մեկը, ով համարձակվեց բարձրաձայնել։ Նրա իրավաբանները նախազգուշացրին նրան. Եթե դուք հրապարակավ խոսեք այս մասին, կառավարությունը կդարձնի ձեզ օրինակ։ Նրանք կասեն, որ դուք ագահ եք, որ դուք չեք ուզում օգնել ձեր երկրին։ Բայց Ազնավուրը տեսավ ավելի խորը։ Սա չէր վերաբերում միայն փողերին, սա վերաբերում էր ու մեր սկզբունքին։ Նա ամբողջ կյանքը աշխատել էր, որպեսզի ստեղծի մի բան գեղեցիկ, մի բան, որը կմնա նրանից հետո։ Եվ հիմա ժեպությունը, որը երբեք չէր օգնել նրան, երբ նա երգում էր փողոցներում, որը երբեք չէր ներդրում նրա կարիերայում, որոշեց վերցնել 75%-ը այն ամենից, ինչ նա ստեղծել էր։ Սա արդար էր։ Գիշերները Ազնավուրը նստում էր իր աշխատասենյակում եւ հաշվարկում։ Եթե նա մնար Ֆրանսիայում եւ վճարեր այդ հարկերը, նա պետք է աշխատեր մինչեւ իր կյանքի վերջը, պարզապես որպեսզի պահպաներ այն, ինչ արդեն ուներ։ Նոր ստեղծագործություններ, նոր ալբոմներ, նոր համերգներ, այդ ամենի եկամուտները կգնային ուղղակի պետական բյուջե։ Նա չէր կարող թողնել ժառանգություն իր երեխաներին։ Նա չէր կարող ներդրումներ անել Հայաստանում, որտեղ նրա սիրտը միշտ եղել էր։ Նա դառնում էր պարզապես հարկ վճարող մեքենա, որ մենա, որը աշխատում էր ֆրանսիական բյուրոկրատների համար։ Եվ այդ պահին նա կայացրեց որոշում, որը փոխեց ամեն ինչ։ Նա չէր փախնի, նա չէր թաքնի, նա կպայքարի։ Բայց ոչ դատարաններում, որտեղ համակարգը միշտ հաղթում է։ Նա կպայքարի հրապարակայնորեն, իր ձայնով, իր երգերով, իր ճշմարտությամբ։ Եվ եթե Ֆրանսիան չէր ուզում նրան, եթե Ֆրանսիան տեսնում էր նրան միայն որպես եկամտի աղբյուր, ապա նա կգտներ այլ տեղ, որտեղ նրան կգնահատեին ոչ թե որպես հարկատու, այլ որպես արտիստ։ Բայց նախքան այդ որոշումը հրապարակելը, Ազնավուրը գիտեր, որ նրան անհրաժեշտ է ապացույց։ Նա պետք է ցույց տար, որ այս օրենքը ոչ միայն անարդար է, այլև ավերիչ։ Եվ նա սկսեց հավաքել փաստաթղթեր, իր հարկային հայտարարագրերը, իր եկամուտների հաշվետվությունները, իր բոլոր վճարումների ապացույցները։ Նա ուզում էր, որ ամբողջ Ֆրանսիան տեսնի թվերը, ոչ թե վերացական 75%, այլ կոնկրետ գումարներ, կոնկրետ օրեր, երբ նա աշխատում էր միայն պետության համար։ Եվ հենց այդ փաստաթղթերի մեջ էր այն նամակը, որը հետագայում անհետացավ հարկային ծառայությունից։ Ինչ էր գրված այնտեղ, որ այնքան վախեցրեց ֆրանսիական իշխանություններին։ 35 տարի անց, երբ Շարլ Ազնավուրը արդեն չկար, երբ նրա ձայնը լռել էր հավերժ, մի նախկին հարկային ծառայության աշխատակից համաձայնեց խոսել առաջին անգամ տեսախցիկի առջև։ Նրա ձեռքերը դողում էին, թեև անցել էր ավելի քան 3 տասնամյակ։ Ես մինչև վերջին րոպեն կարծում էի, որ մենք անում ենք ճիշտ բանը, ասաց նա ձայնը կոտրվելով։ Մենք կարծում էինք, որ պաշտպանում ենք Ֆրանսիայի շահերը, բայց երբ տեսա այդ նամակը, երբ կարդացի, թե ինչ էր գրել Ազնավուրը, ես հասկացա, մենք չէինք պաշտպանում Ֆրանսիան, մենք ոչնչացնում էինք այն, ինչը Ֆրանսիան դարձնում էր մեծ։ Ինչ գիտեր այդ մարդը, ինչը մենք չգիտենք։ Այս երեկո առաջին անգամ պատմության մեջ 3 նախկին հարկային ծառայության աշխատակիցներ, ովքեր ուղղակիորեն աշխատել են Ազնավուրի գործի վրա, խոսում են տեսախցիկի առջև։ Նրանց բացահայտումները կփոխեն այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք 1978 թվականի հարկային սկանդալի մասին։ Նրանք կպատմեն ներքին հանդիպումների մասին, որտեղ որոշվեց օրինակ ստեղծել Ազնավուրից։ Նրանք կբացեն գաղտնի հրահանգները, որոնք եկան ուղակի վարչապետի գրասենյակից։ Եվ նրանք կպատմեն այն մասին, ինչը տասնամյակներ թաքցվել է, իրական պատճառը, թե ինչու Ֆրանսիան այդքան սաստիկ ուզում էր պատժել իր ամենահայտնի երգիչներից մեկին։ Բայց նախքան մենք լսենք նրանց խոստովանությունները, պետք է հասկանանք, թե ինչ էր տեղի ունենում Ֆրանսիայում 1978 թվականին։ Երկիրը դեռ չէր վերականգնվել մայիսյան ապստամբությունից, 1968 թվականի ուսանողական շարժումից, որը գրեթե տապալեց կառավարությունը։ Ժողովուրդը պահանջում էր փոփոխություններ, սոցիալական արդարություն, հարստությունների վերաբաշխում։ Եվ կառավարությունը, փորձելով ցույց տալ, որ նա լսում է այդ պահանջները, ընդունեց նոր հարկային օրենք։ Բայց իրականում այդ օրենքը չէր վերաբերում սոցիալական արդարությանը, այն վերաբերում էր վերահսկողությանը։ Պատկերացրեք, որ դուք կառավարություն եք, եւ դուք տեսնում եք, որ ձեր ամենահայտնի արտիստները, գրողները, երաժիշտները դառնում են անկախ։ Նրանք վաստակում են այնքան շատ փող, որ այլևս կախված չեն պետական դրամաշնորհներից, պետական մրցանակներից, պետական հովանավորությունից։ Նրանք կարող են ասել այն, ինչ ուզում են, երգել այն, ինչ ուզում են, գրել այն, ինչ ուզում են, չուզում են։
Եվ սա վտանգավոր է ցանկացած համակարգի համար, որը հիմնված է վերահսկողության վրա։ Ուստի դուք ստեղծում եք օրենք, որը ձևականորեն վերաբերում է սոցիալական արդարությանը, բայց իրականում նպատակ ունի վերադարձնել այդ անկախ ձայները ձեր վերահսկողության տակ։ Շարլ Ազնավուրը հասկացավ սա անմիջապես։ Նա տեսավ, որ 75%-անոց հարկը չէր վերաբերում փողերին, այն վերաբերում էր ազատությանը։ Եթե նա ընդուներ այդ պայմանները, եթե նա լռությամբ վճարեր, նա կդառնար մաս համակարգից։ Նա կդառնար արտիստ, ով երգում է այն, ինչ թույլատրվում է, ով ասում է այն, ինչ ակնկալվում է, ով երբեք չի մարտահրավերի իշխանությանը։ Եվ Ազնավուրը, ով ամբողջ կյանքը պայքարել էր ճանաչման համար, ով բարձրացել էր փողոցներից մինչև Օլիմպիայի բեմ, չէր կարող ընդունել այդ դերը։ Նրա մերձավոր ընկերները պատմում են, որ այդ ամիսներին Ազնավուրը փոխվեց։ Նա դարձավ ավելի լուր, ավելի խորհրդածու։ Նա ժամեր անցկացնում էր իր աշխատասենյակում, ուսումնասիրելով հարկային օրենքները, խորհրդակցելով իրավաբանների հետ, փնտրելով ելք։ Բայց ամենից ավելի նա մտածում էր իր ժառանգության մասին։ Ինչ կմնար նրանից հետո, երբ է նրանից հետո։ Եթե նա հանձնվեր, եթե նա ընդուներ համակարգի պայմանները, ապա նրա երեխաները կհիշեին նրան որպես մարդ, ով լռեց, երբ պետք էր խոսել։ Եվ սա էր ամենավատ ժառանգությունը, որը նա կարող էր թողնել։ Մի գիշեր 1978 թվականի աշնանը Ազնավուրը նստեց եւ գրեց նամակ իր իրավաբանին։ Այդ նամակում նա ոչ միայն հաշվարկեց թվերը, այլև արտահայտեց իր զգացմունքները։ Նա գրեց, որ Ֆրանսիան, երկիրը, որը նա սիրում էր, երկիրը, որի համար նա երգել էր ամբողջ աշխարհում, դավաճանել էր նրան։ Նա գրեց, որ 75%-անոց հարկը չէր վերաբերում արդարությանը, այն վերաբերում էր պատժին։ Պատժին այն մարդկանց համար, ովքեր համարձակվել էին հաջողակ լինել առանց պետության օգնության։ Եվ նամակի վերջում նա գրեց 3 բառ, որոնք հետագայում ջնջեց այնքան ուժգնորեն, որ թուղթը պատռվեց։ Ինչ էին այդ 3 բառերը։ Նախկին հարկային աշխատակիցը, ով տեսավ այդ նամակը, հիշում է դրանք մինչև այսօր։ Դա էր սպառնալիք, ասում է նա։ Բայց ոչ այնպիսին, ինչպիսին դուք կարծում եք։ Ազնավուրը չէր սպառնում բռնությամբ կամ վրեժխնդրությամբ։ Նա գրել էր. «Ես կերքեմ ճշմարտությունը»։ Եվ մենք հարկային ծառայությունում գիտեինք, որ սա ամենավտանգավոր սպառնալիքն էր։ Որովհետև եթե Ազնավուրը, մարդը, ում ձայնը լսում էր ամբողջ աշխարհը, սկսեր երգել ֆրանսիական հարկային համակարգի անարդարության մասին, ապա ամբողջ համակարգը կարող էր փլուզվել։ Եվ հենց այդ պատճառով այդ նամակը պետք է անհետանար։ Հենց այդ պատճառով Ազնավուրի գործը դարձավ ամենագաղտնի գործերից մեկը հարկային ծառայության պատմության մեջ։ Եվ հենց այդ պատճառով, երբ Ազնավուրը վերջապես կայացրեց իր որոշումը, ֆրանսիական կառավարությունը արձագանքեց ոչ թե հասկացողությամբ, այլ ագրեսիայով։ Բայց մինչ այդ պահը Ազնավուրը դեռ փնտրում էր այլընտրանք։ Նա չէր ուզում լքել Ֆրանսիան։ Սա նրա տունն էր, նրա հայրենիքը, տեղը, որտեղ նա ծնվել եւ մեծացել էր։ Բայց նա նաև գիտեր, որ եթե մնար, նա կկորցներ ոչ միայն իր փողերը, այլև իր ձայնը։ Եվ Ազնավուրի համար ձայնը միշտ եղել է ավելի կարևոր, քան փողերը։ Ուստի նա սկսեց նայել այլ տարբերակների։ Շվեյցարիան, որտեղ շատ ֆրանսիացի արտիստներ արդեն տեղափոխվել էին, Ամերիկան, որտեղ նրան միշտ ջերմորեն ընդունում էին, կամ թերևս Հայաստանը, նրա նախնիների հայրենիքը, երկիրը, որը միշտ եղել է նրա սրտում, թեև նա երբեք չէր ապրել այնտեղ։ Բայց յուրաքանչյուր այս տարբերակ նշանակում էր զոհաբերություն։ Եվ Ազնավուրը դեռ հույս ուներ, որ Ֆրանսիան կհասկանա, կփոխի իր դիրքորոշումը, կճանաչի, որ այս օրենքը սխալ է։ Բայց այդ հույսը շուտով կկործանվեր, որովհետև ֆրանսիական կառավարությունը արդեն կայացրել էր իր որոշումը։ Ազնավուրը պետք է դառնար օրինակ։ Եվ ոչինչ, ոչ նրա համբավը, ոչ նրա ներդրումը ֆրանսիական մշակույթում, ոչ նրա ձայնը, որը ներկայացնում էր Ֆրանսիան ամբողջ աշխարհում, չէր կարող փրկել նրան այն բանից, ինչ գալու էր։ Բայց ինչու։ Ինչու էր ֆրանսիական կառավարությունը այդքան վճռական պատժել Ազնավուրին։ Ինչ էր նա արել, որ արժանացավ այդպիսի վերաբերմունքի։ Պատասխանը գտնվում է ոչ թե հարկային օրենքներում, այլ ավելի խորը՝ քաղաքականության, իշխանության եւ վերահսկողության խաչմերուկում։ 1975 թվականին, երբ Շարլ Ազնավուրը գրեց եւ կատարեց «Նրանք ընկան» երգը, նվիրված հայոց ցեղասպանության զոհերին, ֆրանսիական կառավարությունը հայտնվեց դժվար իրավիճակում։ Մի կողմից Ֆրանսիան միշտ ներկայացրել էր իրեն որպես մարդու իրավունքների պաշտպան, որպես երկիր, որը կանգնած է արդարության կողքին։ Մյուս կողմից Թուրքիան էր կարևոր ռազմավարական դաշնակից ՆԱՏՕ-ում, եւ ցանկացած խոսք հայոց ցեղասպանության մասին կարող էր վնասել այդ հարաբերություններին։ Եվ հենց այդ պահին Ազնավուրը, Ֆրանսիայի ամենահայտնի ձայներից մեկը,
որոշեց երգել այն մասին, ինչի մասին կառավարությունը նախընտրում էր լռել։ Սա չէր պարզապես երգ, սա էր քաղաքական հայտարարություն։ Եվ ֆրանսիական դիվանագետները, ովքեր փորձում էին պահպանել նուրբ հավասարակշռություն Թուրքիայի հետ, տեսան սա որպես դավաճանություն։ Գաղտնի հանդիպումներում, որոնց մասին այսօր պատմում են նախկին դիվանագետները, քննարկվեց, թե ինչպես կառավարել Ազնավուրին։ Նրանք չէին կարող արգելել նրան երգել, սա կլիներ ցենզուրա, եւ Ֆրանսիան չէր կարող թույլ տալ այդպիսի մեղադրանքներ։ Բայց նրանք կարող էին դարձնել նրա կյանքը դժվար։ Նրանք կարող էին ցույց տալ, որ եթե դու մարտահրավերում ես համակարգին, համակարգը կգտնի ուրիշ ճանապարհներ քեզ պատժելու համար։ Եվ հարկային օրենքը դարձավ կատարյալ գործիք։ Ձևականորեն այն վերաբերում էր բոլորին։ Ձևականորեն այն էր սոցիալական արդարության մասին։ Բայց իրականում այն կիրառվում էր ընտրովի։ Եվ Ազնավուրը, ով համարձակվել էր խոսել այն մասին, ինչի մասին չպետք է խոսեր, դարձավ առաջին թիրախներից մեկը։ Մի գաղտնի փաստաթուղթ, որը հայտնաբերվեց տասնամյակներ անց ֆրանսիական արխիվներում, բացահայտում է ճշմարտությունը։ 1975 թվականի նոյեմբերին ներքին հուշագիրը վարչապետի գրասենյակից հարկային ծառայություն ուղարկված պարունակում էր ցուցակ առաջնահերթ գործերի։ Ազնավուրի անունը էր ցուցակի գլխում։ Հուշագիրը չբացատրում էր, թե ինչու, բայց հրահանգը պարզ էր. առավելագույն ուշադրություն եւ խստություն։ Երբ հարկային տեսուչները ստացան այդ հրահանգը, նրանք հասկացան, թե ինչ է ակնկալվում իրենցից։ Սա չէր սովորական ստուգում, սա էր հաղորդագրություն։ Հաղորդագրություն Ազնավուրին եւ բոլոր այն արտիստներին, ովքեր կարող էին մտածել, որ իրենց հաջողությունը նրանց տալիս է իրավունք խոսելու ազատորեն։ Հաղորդագրությունը պարզ էր. ոչ ոք չէ ավելի մեծ, քան համակարգը։ Բայց Ազնավուրը չվախեցավ։ Նա գիտեր, որ եթե հանձնվի, եթե լռի, ապա նա կդավաճանի ոչ միայն իր նախնիներին, ովքեր մահացել էին ցեղասպանության ժամանակ, այլև իր սեփական սկզբունքներին։ Եվ նա կայացրեց որոշում, որը կփոխեր նրա կյանքը հավերժ։ Մի գիշեր, երբ ձյունը ծածկում էր Փարիզը, Ազնավուրը հավաքեց իր ամենամերձավոր խորհրդականներին։ Նրանք հավաքվեցին նրա տանը, փոքրիկ սենյակում, որտեղ պատերին կախված էին նկարներ նրա ընտանիքի, նրա ծնողների, նրա պապի Միսակի։ Եվ այնտեղ, այդ նկարների ներկայությամբ, Ազնավուրը հայտարարեց իր որոշումը։ Ես չեմ լքի Ֆրանսիան, ասաց նա, բայց ես չեմ նաև լռի։ Եթե նրանք ուզում են իմ փողերը, թող վերցնեն, բայց նրանք չեն կարող վերցնել իմ ձայնը։ Եվ ես կօգտագործեմ այդ ձայնը, որպեսզի պատմեմ ամբողջ աշխարհին, թե ինչ է տեղի ունենում այստեղ։ Ես կերքեմ ճշմարտությունը, անկախ նրանից, թե ինչ արժե դա ինձ։ Սենյակում լռություն էր։ Նրա խորհրդականները գիտեին, թե ինչ նշանակում է սա։ Սա էր պատերազմի հայտարարություն։ Ոչ զենքով, ոչ բռնությամբ, այլ ավելի հզոր բանով՝ ճշմարտությամբ։ Եվ նրանք գիտեին, որ ֆրանսիական կառավարությունը չէր թողնի սա անպատասխան։ Բայց Ազնավուրը արդեն կայացրել էր իր ընտրությունը։ Նա հիշեց իր պապ Միսակին, ով փախել էր Օսմանյան կայսրությունից, ով կորցրել էր ամեն ինչ, բայց երբեք չէր կորցրել իր արժանապատվությունը։ Նա հիշեց իր ծնողներին, ովքեր երգել էին փողոցներում, որպեսզի կերակրեն իրենց երեխաներին, բայց երբեք չէին հանձնվել։ Եվ նա գիտեր, որ եթե հիմա հանձնվի, նա կդավաճանի այն ամենին, ինչի համար դրանք պայքարել էին։ Հաջորդ օրը Ազնավուրը կանչեց մամուլի ասուլիս։ Ֆրանսիական լրատվամիջոցները եկան սպասելով լսել, որ նա հանձնվել է, որ նա կվճարի հարկերը, որ նա կմնա Ֆրանսիայում։ Բայց այն, ինչ նրանք լսեցին, ցնցեց ամբողջ երկիրը։ Ազնավուրը կանգնեց տեսախցիկների առջև, նայեց ուղակի ոսպնյակի մեջ եւ ասաց. Ես սիրում եմ Ֆրանսիան։ Ես միշտ կսիրեմ Ֆրանսիան։ Բայց ես չեմ կարող ապրել երկրում, որը տեսնում է ինձ միայն որպես եկամտի աղբյուր։ Ես ամբողջ կյանքս երգել եմ Ֆրանսիայի մասին։ Ներկայացրել եմ Ֆրանսիան ամբողջ աշխարհում։ Եվ հիմա, երբ ես խնդրում եմ արդարություն, ինձ պատասխանում են հարկային ստուգումներով։ Սա արդար է։ Սա է այն Ֆրանսիան, որի մասին ես երգել եմ։ Սենյակում լռություն էր։ Լրագրողները չէին սպասում այսպիսի անկեղծությանը, եւ Ազնավուրը շարունակեց. Ես չեմ փախնում, ասաց նա։ Ես պարզապես փնտրում եմ տեղ, որտեղ ինձ կգնահատեն ոչ թե որպես հարկատու, այլ որպես արտիստ։ Եվ եթե Ֆրանսիան չի կարող տալ ինձ այդ, ապա ես կգտնեմ այլ տեղ։ Այդ խոսքերը տարածվեցին ամբողջ Ֆրանսիայում։ Մի մասը հասարակության աջակցեց Ազնավուրին, տեսնելով նրա մեջ մարդու, ով համարձակվել է խոսել համակարգի դեմ։ Բայց մյուս մասը, հատկապես կառավարական լրատվամիջոցները, սկսեցին հարձակում։ Նրանք անվանեցին նրան ագահ, անբարեխիղճ, դավաճան։ Նրանք ասացին, որ նա մոռացել է իր արմատները, որ նա դարձել է փողերի ստրուկ։
Բայց Ազնավուրը չլռեց։ Նա շարունակեց խոսել, շարունակեց երգել, կեց երգել, շարունակեց պատմել ճշմարտությունը։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, ֆրանսիական հասարակությունը սկսեց հասկանալ, որ սա չէր վերաբերում միայն Ազնավուրին։ Սա վերաբերում էր նրանց բոլորին։ Սա վերաբերում էր համակարգին, որը պատժում էր հաջողությունը, որը վախենում էր անկախ ձայներից, որը նախընտրում էր վերահսկողությունը ազատության։ Եվ այդ պահին մի բան տեղի ունեցավ, որը ոչ ոք չէր սպասում։ Մի գաղտնի այցելու, ում ինքնությունը մինչև այսօր մնում է խորհուրդ, ժամանեց Փարիզ։ Նա չեկավ պաշտոնական այցով, նա չհանդիպեց կառավարական պաշտոնյաների հետ։ Նա ուղղակի եկավ, մի գիշեր, եւ խնդրեց հանդիպում Ազնավուրի հետ։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչու էր նա եկել։ Եվ ինչ էր նա ասել Ազնավուրին այն գիշերը, որը փոխեց ամեն ինչ։ Մարկոցները, ովքեր տեսան այդ հանդիպումը, պատմում են, որ երբ այցելուն հեռացավ, Ազնավուրը նստեց իր աշխատասենյակում եւ լաց եղավ։ Ոչ թե վիշտից, այլ ազատագրումից։ Որովհետև այդ գիշերը նա հասկացավ, որ նա միայնակ չէ, որ կան ուժեր ավելի հզոր, քան ֆրանսիական կառավարությունը, որոնք հետևում են նրա պայքարին, եւ որ այդ պայքարը դեռ վերջացած չէ։ Բայց ով էր այդ գաղտնի այցելուն։ Ռուսական KGB-ի գործակա, ով տեսնում էր Ազնավուրի մեջ հնարավորություն տապալելու ֆրանսիական կառավարությունը։ Ամերիկյան KGB-ի ներկայացուցիչ, ով ուզում էր օգտագործել Ազնավուրի պատմությունը սառը պատերազմի քարոզչության մեջ։ Թե ինչ որ ավելի խորհրդավոր, ինչ որ մեկը, ով ներկայացնում էր ուժեր, որոնք գործում են ստվերներում, ուժեր, որոնք վերահսկում են կառավարությունները եւ որոշում են ազգերի ճակատագիրը։ Պատասխանը մնում է գաղտնիք։ Բայց այն, ինչ մենք գիտենք, այն է, որ այդ հանդիպումից հետո Ազնավուրի ռազմավարությունը փոխվեց։ Նա այլևս չէր պարզապես պաշտպանվում, նա անցավ հարձակման։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ ամիսներին, ցնցեց ոչ միայն Ֆրանսիան, այլև ամբողջ Եվրոպան։ Բայց դա արդեն մեկ այլ պատմություն է։ Պատմություն, որը պատմում է, թե ինչպես մի մարդ, միայնակ, իր ձայնով, կարողացավ մարտահրավերել ամբողջ համակարգին, եւ թե ինչ արժեց նրան այդ համարձակությունը։ Բայց նախքան մենք շարունակենք, մի հարց ձեզ համար։ Եթե դուք լինեիք Ազնորի տեղում, եթե ձեզանից պահանջեին ընտրել ձեր ազատության եւ ձեր հայրենիքի միջև, դուք ինչ կընտրեիք։ Եվ արդյոք այդ ընտրությունը իսկապես այնքան պարզ է, որքան թվում է։ Մինչև վերջին պահը ես հավատում էի, որ մենք կփրկվենք։ Ասում է նախկին ֆրանսիական հարկային ծառայության բարձրաստիճան պաշտոնյա, ձեռքերը դեռևս դողալով 35 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչը մենք չգիտենք։ Այս երեկո առաջին անգամ պատմության մեջ 3 նախկին ներքին աշխատակիցներ, ովքեր ուղղակիորեն զբաղվել են Ազնավուրի գործով, համաձայնել են խոսել տեսախցիկի առջև։ Նրանց բացահայտումները կփոխեն այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք 1978 թվականի հարկային սկանդալի մասին։ Նրանք կպատմեն ներքին հանդիպումների մասին, որտեղ որոշվեց օրինակ ստեղծել Ազնավուրից։ Նրանք կբացահայտեն գաղտնի հրահանգները, որոնք եկան ուղղակի վարչապետի գրասենյակից։ Եվ նրանք կպատմեն այն մասին, ինչը տասնամյակներ թաքցվել է, իրական պատճառը, թե ինչու Ֆրանսիան այդքան սաստիկ ուզում էր պատժել իր ամենահայտնի երգիչներից մեկին։ Ով էր այն մարդը, ով առաջին անգամ առաջարկեց Ազնավուրի անունը առաջնահերթ ցուցակում։ Ինչպիսի կապեր ուներ նա քաղաքական վերնախավի հետ։ Եվ ամենակարևորը, ինչու այդ մարդը հանկարծ անհետացավ հարկային ծառայությունից ընդամենը 3 ամիս անց, առանց որևէ բացատրության, կարծես երբեք չէր եղել։ Առաջին վկան, որին մենք կկոչենք Ժակ, քանի որ նա պահանջեց անանունություն իր անվտանգության համար, պատմում է, թե ինչպես ամեն ինչ սկսվեց։ 1975 թվականի հոկտեմբերի մի սառը առավոտ, երբ աշնանային մառախուղը ծածկում էր Փարիզի փողոցները, Ժակը ստացավ անսպասելի հեռախոսազանգ։ Ձայնը հեռախոսի մյուս ծայրում էր պաշտոնական, սառը, առանց որևէ զգացմունքի։ Դուք պետք է ներկայանաք վարչապետի գրասենյակ, այսօր, ժամը 2-ին, միայնակ, ոչ ոքի մի ասեք այս հանդիպման մասին։ Ժակը 15 տարի աշխատել էր հարկային ծառայությունում, բայց երբեք նախկինում նման հրավեր չէր ստացել։ Նա գիտեր, որ երբ վարչապետի գրասենյակը անձամբ կանչում է քեզ, դա նշանակում է, որ ինչ-որ շատ կարևոր բան է տեղի ունենալու։ Բայց նա չէր կարող պատկերացնել, թե որքան կարևոր։ Երբ Ժակը մտավ վարչապետի գրասենյակի փոքրիկ խորհրդակցական սենյակը, նա տեսավ 5 մարդկանց նստած սեղանի շուրջ։ Նրանցից 2 էին հարկային ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց նա ճանաչում էր։ Մյուս 3 էին անծանոթ, բայց նրանց հագուստը եւ վարքագիծը ասում էին, որ նրանք էին շատ ավելի բարձր մակարդակից։
Մեկը, ում Ժակը հետագայում իմացավ որպես ներքին անվտանգության ծառայության ներկայացուցիչ, բացեց հանդիպումը առանց ողջույնի, առանց ներածության։ «Մենք ունենք խնդիր», ասաց նա, բացելով թղթապանակ, որի վրա կարմիր տառերով գրված էր «Խիստ գաղտնի»։ Շարլ Ազնավուրը դարձել է խնդիր։ Նա խոսում է չափից ավելի շատ, երգում է չափից ավելի շատ, եւ նրա ազդեցությունը սկսում է վտանգավոր դառնալ մեր արտաքին քաղաքականության համար։ Ժակը չհասկացավ անմիջապես. ինչպես կարող էր երգիչը վտանգավոր լինել արտաքին քաղաքականության համար։ Բայց հետո ներքին անվտանգության մարդը բացատրեց. Ազնավուրի «Նրանք ընկան» երգը, որը նվիրված էր հայոց ցեղասպանության զոհերին, ստեղծել էր դիվանագիտական ճգնաժամ Թուրքիայի հետ։ Անկարան պաշտոնապես բողոքել էր Փարիզին, պահանջելով, որ Ֆրանսիան վերահսկի իր քաղաքացիներին։ Եվ վարչապետի գրասենյակը, որը փորձում էր պահպանել լավ հարաբերություններ ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակցի հետ, որոշել էր, որ Ազնավուրը պետք է դասավորվի։ Բայց ինչպես կարող էին նրանք դասավորել ազգային հերոսի, ում ձայնը ճանաչում էր ամբողջ աշխարհը։ Պատասխանը էր պարզ՝ հարկերի միջոցով։ Մենք չենք կարող արգելել նրան երգել, շարունակեց ներքին անվտանգության մարդը, բայց մենք կարող ենք դարձնել նրա կյանքը բավականաչափ դժվար, որpիսի նա 2 անգամ մտածի, նախքան հաջորդ անգամ որոշի քաղաքականանալ իր երգերով։ Նոր հարկային օրենքը տալիս է մեզ կատարյալ գործիք՝ 75%։ Եթե մենք կիրառենք այն ամբողջ խստությամբ Ազնավուրի նկատմամբ, եթե մենք ստուգենք յուրաքանչյուր ֆրանկ, որ նա վաստակել է վերջին 10 տարիների ընթացքում, եթե մենք գտնենք անկանոնություններ, իսկ մենք միշտ գտնում ենք անկանոնություններ, երբ ուզում ենք գտնել, ապա նա կհասկանա հաղորդագրությունը։ Ժակը նստած էր լռությամբ լսելով այս ամենը եւ զգում էր, թե ինչպես նրա ստամոքսը սեղմվում է։ Նա միացել էր հարկային ծառայությանը, որովհետեւ հավատում էր արդարությանը, հավատում էր, որ բոլորը պետք է վճարեն իրենց արդար մասը։ Բայց սա չէր արդարություն, սա էր քաղաքական հետապնդում, փաթաթված հարկային օրենքների մեջ։ Եվ նա գիտեր, որ եթե նա բողոքեր, եթե նա հրաժարվեր մասնակցել, նրա կարիերան կավարտվեր այդ սենյակում։ Ուստի նա լռեց։ Եվ այդ լռությունը, ինչպես նա ասում է այսօր, դարձավ նրա կյանքի ամենամեծ ափսոսանքը։ Հաջորդ շաբաթների ընթացքում Ժակը եւ նրա թիմը սկսեցին ամենամանրակրկիտ ստուգումը, որ երբևէ իրականացվել էր ֆրանսիացի արտիստի նկատմամբ։ Նրանք պահանջեցին Ազնավուրի բոլոր բանկային հաշիվները, բոլոր պայմանագրերը, բոլոր ստացականները վերջին 10 տարիների համար։ Նրանք հարցաքննեցին նրա հաշվապահներին, նրա իրավաբաններին, նրա բիզնես գործընկերներին։ Նրանք ուսումնասիրեցին յուրաքանչյուր համերգ, յուրաքանչյուր ձայնագրություն, յուրաքանչյուր հեռուստահաղորդում, որտեղ Ազնավուրը հայտնվել էր։ Եվ նրանք փնտրեցին սխալներ։ Ցանկացած փոքրիկ անկանոնություն, ցանկացած մոռացված ստացական, ցանկացած անճշտություն թվերում։ Որովհետև նրանք գիտեին, որ երբ դու ստուգում ես 10 տարվա ֆինանսական գործունեություն, այդպիսի մանրակրկիտությամբ դու միշտ գտնում ես ինչ-որ բան։ Բայց Ազնավուրի դեպքում նրանք գտան շատ քիչ։ Նրա հաշվապահները եղել էին խիստ պրոֆեսիոնալ։ Նրա ֆինանսական գրառումները եղել էին գրեթե անթերի, եւ սա ստեղծեց նոր խնդիր հարկային ծառայության համար։ Ինչպես կարող էին նրանք պատժել մարդու, ով չէր արել ոչինչ սխալ։ Պատասխանը եկավ վերևից, նույն ներքին անվտանգության մարդուց, ով սկսել էր այս ամբողջ գործողությունը։ Եթե դուք չեք կարող գտնել իրական սխալներ, ասաց նա Ժակին մի գաղտնի հեռախոսազանգի ժամանակ, ապա ստեղծեք մեկնաբանման խնդիրներ։ Հարկային օրենքը բավականաչափ բարդ է, որ ցանկացած գործարք կարող է մեկնաբանվել տարբեր ձևերով։ Օգտագործեք այդ անորոշությունը։ Եվ այդպես էլ արեցին։ Նրանք վերամեկնաբանեցին Ազնավուրի միջազգային եկամուտները։ Նրանք վիճարկեցին նրա բիզնես ծախսերը։ Նրանք մերժեցին նրա հարկային նվազեցումները։ Եվ յուրաքանչյուր վերամեկնաբանում ավելացրեց 100 հազարավոր ֆրանկներ նրա հարկային պարտքին։ Երբ նրանք ավարտեցին, Ազնավուրի հարկային պարտքը չէր 75% նրա ընթացիկ եկամտի, այն էր 75% գումարած տույժեր, գումարած տոկոսներ, գումարած վերահաշվարկված անցյալ տարիների պարտքեր։ Ընդհանուր գումարը էր աստղաբաշխային, այնքան մեծ, որ նույնիսկ Ազնավուրը իր բոլոր հաջողությամբ չէր կարող վճարել այն առանց վաճառելու իր ամբողջ ունեցվածքը։ Երբ Ազնավուրի իրավաբանները ստացան վերջնական հաշիվը, նրանք չէին կարող հավատալ։ Նրանք անմիջապես բողոքեցին, պահանջեցին վերանայում, սպառնացին դատական գործով։ Բայց հարկային ծառայությունը մնաց անսասան։ Հրահանգները վերևից եղել էին պարզ. ոչ մի զիջում, ոչ մի բանակցություն, ոչ մի ճկունություն։ Ազնավուրը պետք է վճարեր ամբողջ գումարը, կամ նա պետք է դիմագրավեր քրեական հետապնդման։ Ժակը հիշում է այն օրը, երբ նա պետք է առաքեր վերջնական ծանուցումը Ազնավուրին։ Նա նստեց իր գրասենյակում, փաստաթուղթը ձեռքին եւ զգաց ամոթ։ Ամոթ, որովհետև նա գիտեր, որ այն, ինչ նրանք անում էին, չէր արդարություն։
Սա էր իշխանության չարաշահում, համակարգի օգտագործում քաղաքական նպատակների համար։ Բայց նա նաև գիտեր, որ եթե նա հրաժարվեր, ուրիշ ինչ-որ մեկը կաներ դա։ Եվ գուցե նա մտածեց, գուցե եթե նա մնար համակարգի ներսում, նա կարողանար փոխել ինչ-որ բան ներսից։ Սա էր այն ինքնախաբեությունը, որ նա ասում էր իրեն, որպեսզի կարողանար քնել գիշերները։ Բայց երբ նա վերջապես հանդիպեց Ազնավուրին անձամբ, երբ նա տեսավ երգչի աչքերը, ոչ թե զայրույթ, ոչ թե վախ, այլ հիասթափություն, Ժակը հասկացավ, որ նա կորցրել էր ինչ-որ բան կարևոր։ Նա կորցրել էր իր ամբողջականությունը։ Եվ ոչ կարիերա, ոչ մի աշխատավարձ, ոչ մի պաշտոն չէր արժե այդ կորուստը։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ, որովհետև Ազնավուրը, ի տարբերություն շատ այլ մարդկանց, ովքեր կհանձնվեին այդպիսի ճնշման տակ, որոշեց պայքարել։ Ոչ դատարաններում, որտեղ նա գիտեր, որ համակարգը միշտ հաղթում է իր սեփական խաղում, այլ հրապարակայնորեն իր ձայնով, իր ճշմարտությամբ։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ հետո, ցնցեց ոչ միայն Ժակին, այլև ամբողջ ֆրանսիական հարկային համակարգը։ Բայց դա մենք կպատմենք մի փոքր ուշ։ Նախ մենք պետք է հասկանանք, թե ինչ էր տեղի ունենում Ազնավուրի անձնական կյանքում այդ ամիսների ընթացքում։ Որովհետև մինչդեռ հարկային ծառայությունը հարձակվում էր նրա ֆինանսների վրա, մեկ այլ ուժ հարձակվում էր նրա առողջության վրա։ Եվ այդ ուժը էր ավելի վտանգավոր, քան ցանկացած հարկային տեսուչ։ Արդյոք Ազնավուրի հանկարծակի առողջական խնդիրները, որոնք սկսվեցին հենց այդ ժամանակաշրջանում, իսկապես պատահական էին։ Թե դրանք էին ինչ-որ բանի ավելի մութ արդյունքը։ Ինչ է տեղի ունենում, երբ մարդու մարմինը հայտնվում է անընդհատ սթրեսի տակ։ Երբ նա արթնանում է ամեն առավոտ գիտենալով, որ ամբողջ համակարգը դարձել է նրա դեմ։ Երբ նա գիտի, որ յուրաքանչյուր հեռախոսազանգ կարող է լինել նոր սպառնալիք, յուրաքանչյուր նամակ նոր պահանջ, յուրաքանչյուր օր նոր մարտահրավեր։ Բժիշկները ունեն անուն դրա համար՝ քրոնիկ սթրես։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հետ 1975 թվականի ձմռանը, գերազանցում էր ցանկացած բժշկական սահմանում։ Ազնավուրի անձնական բժիշկը, ով այսօր համաձայնվեց խոսել առաջին անգամ պահանջելով անանունություն, պատմում է մանրամասներ, որոնք երբեք չեն հրապարակվել։ Երբ Շառլը առաջին անգամ եկավ իմ ընդունարան այդ ձմռանը, ասում է նա ձայնը դողալով, ես գրեթե չճանաչեցի նրան։ Այս էր մարդը, ով երգել էր հազարավոր հանդիսատեսների առջև, ով միշտ եղել էր լի էներգիայի և կյանքի։ Բայց այդ օրը նա նստեց իմ գրասենյակում, և ես տեսա մարդու, ով կոտրվում էր ներսից։ Բժիշկը սկսեց ստանդարտ հետազոտություններ՝ արյան ճնշում, վտանգավոր բարձր, սրտի ռիթմ, անկանոն, քաշի կոլուստ, 15 կիլոգրամ 3 ամսում։ Բայց ամենավտանգավորը չէր ֆիզիկական ախտամիշները։ Ամենավտանգավորը էր այն, ինչ բժիշկը տեսավ Ազնավուրի աչքերում։ Նա ասաց ինձ, որ չի կարող քնել, շարունակում է բժիշկը։ Ամեն գիշեր նա արթնանում էր, սրտը թմբկահարելով, մարմինը քրտնած, մտածելով, որ նրանք գալիս են նրա համար։ Ո՞վ էին նրանք։ Հարկային տեսուչները, ոստիկանությունը, թե ինչ-որ ավելի մութ ուժեր։ Նա չէր կարող բացատրել, բայց վախը իրական էր, եւ այդ վախը սպանում էր նրան ավելի արագ, քան ցանկացած հիվանդություն։ Բժիշկը նշանակեց հանգստացնող դեղամիջոցներ, քնաբեր-հաբեր, սրտի համար դեղեր, բայց նա գիտեր, որ դեղերը չէին լուծելու իրական խնդիրը։ Իրական խնդիրը չէր բժշկական, այն էր հոշշկական, հոգեբանական, էմոցիոնալ, գոյատևման։ Ազնավուրը չէր պարզապես պայքարում հարկային ծառայության դեմ, նա պայքարում էր ամբողջ համակարգի դեմ, որը որոշել էր ոչնչացնել նրան։ Եվ այդ պայքարը վերցնում էր իր գինը։ Բայց կար մի բան, որ բժիշկը չգիտեր այդ ժամանակ։ Մի բան, որ Ազնավուրը թաքցրել էր նույնիսկ իր ամենամերձավոր մարդկանցից։ Նրա բժշկական արխիվներում, որոնք հայտնաբերվեցին տասնամյակներ անց, կար մի փաստաթուղթ, որը փոխում է ամեն ինչ։ Մի գաղտնի բժշկական հաշվետվություն, գրված 1975 թվականի փետրվարին, որը նկարագրում էր ախտանիշներ, որոնք չէին համապատասխանում պարզապես սթրեսին։ Գլխացավեր, որոնք տևում էին օրեր, սրտխառնոց և փսխում առանց ակնհայտ պատճառի, դողացող ձեռքեր, որոնք դժվարացնում էին նույնիսկ գրելը, և ամենավտանգավորը՝ հիշողության կորուստի էպիզոդներ, երբ Ազնավուրը չէր կարող հիշել, թե ինչ էր տեղի ունեցել նախորդ ժամերին։ Այս ախտանիշները, ինչպես բժիշկը գրել էր իր գաղտնի նշումներում, համապատասխանում են ծանր մետաղների թունավորման կամ որոշակի քիմիական նյութերի ազդեցության։ Բայց բժիշկը երբեք չկատարեց անհրաժեշտ հետազոտությունները, որպեսզի հաստատեր այս կասկածը։ Ինչու՞։ Նա ասում է, որ Ազնավուրը հրաժարվեց։ Բայց կան նրանք, ովքեր կասկածում են, որ բժիշկը ստացավ հրահանգներ վերևից չփորձել շատ խորը, որովհետև եթե այդ ախտանիշները իսկապես էին թունավորման արդյունք,
Ապա հարցը դառնում էր. ով էր թունավորում Շարլ Ազնավուրին եւ ինչու։ Մի նախկին անվտանգության գործակալ, ով աշխատել է Փարիզում այդ տարիներին, ունի իր տեսությունը։ Նայեք, ասում է նա, 1978 թվականներին Ֆրանսիան ուներ շատ զարգացած ծրագրեր, վերաբերյալ այն մարդկանց, ովքեր համարվում էին սպառնալիք պետական անվտանգությանը։ Մենք չենք խոսում բացահայտ սպանությունների մասին, մենք խոսում ենք ավելի նուրբ մեթոդների մասին։ Դանդաղ թունավորում, որը նմանակում է բնական հիվանդություններին, հոգեբանական ճնշում, որը հանգեցնում է նյարդային կոլապսի, սոցիալական մեկուսացում, որը ոչնչացնում է մարդու աջակցության ցանցը։ Եթե ինչ-որ մեկը ուզեր կառավարել Ազնավուրին առանց ստեղծելու մարտիրոս, սրանք կլինեին կատարյալ մեթոդները։ Բայց արդյոք սա իսկապես տեղի ունեցավ։ Արդյոք ֆրանսիական կառավարությունը իսկապես գնաց այդքան հեռու։ Ապացույցները մնում են անորոշ։ Բայց այն, ինչ մենք գիտենք, այն է, որ Ազնավուրի առողջությունը շարունակեց վատանալ այդ ամիսների ընթացքում, եւ որ նա, չնայած բոլոր բժշկական խնդիրներին, հրաժարվեց հանձնվել։ Մի երեկո, երբ ցավը դարձավ անտանելի, երբ դեղերը այլևս չօգնեցին, Ազնավուրը նստեց իր աշխատասենյակում եւ գրեց նամակ իր երեխաներին։ Այդ նամակը, որը հայտնաբերվեց նրա անձնական արխիվներում, բացահայտում է մարդու, ով պատրաստվում էր ամենավատին։ Եթե ինչ-որ բան պատահի ինձ, գրեց նա, դուք պետք է իմանաք, որ ես երբեք չհանձնվեցի։ Նրանք կարող են վերցնել իմ փողերը, իմ տունը, նույնիսկ իմ առողջությունը, բայց նրանք չեն կարող վերցնել այն, ինչ ես եմ, իմ ձայնը, իմ երգերը, իմ ճշմարտությունը։ Եվ քանի դեռ ես կարող եմ շնչել, ես կշարունակեմ երգել։ Այդ նամակը երբեք չուղարկվեց։ Ազնավուրը պահեց այն իր գրասեղանի դարակում, կարծես որպես հիշեցում իր իսկ համար, թե ինչու նա պայքարում էր։ Բայց նամակի գոյությունը ինքնին ասում է ինչ-որ բան։ Այն ասում է, որ Ազնավուրը իսկապես վախենում էր իր կյանքի համար, որ նա հասկանում էր, որ այն ուժերը, որոնց դեմ նա պայքարում էր, կարող էին գնալ ցանկացած հեռավորության։ Բայց եթե նրանք փորձեցին նրան վախեցնել, եթե նրանք փորձեցին նրան կոտրել, ապա նրանք ընտրեցին սխալ մարդուն, որովհետև Ազնավուրը չէր այն տիպի մարդը, ով հանձնվում է։ Նա էր այն տիպի մարդը, ով դառնում է ավելի ուժեղ, երբ նրան հարվածում են։ Եվ այն, ինչ նա արեց հաջորդը, ցույց տվեց ոչ միայն նրա համարձակությունը, այլև նրա հանճարեղությունը։ 1975 թվականի մարտին Ազնավուրը կազմակերպեց մամուլի ասուլիս, բայց սա չէր սովորական մամուլի ասուլիս։ Նա հրավիրեց ոչ միայն ֆրանսիական լրագրողներին, այլև միջազգային մամուլին, ամերիկյան, բրիտանական, գերմանական, նույնիսկ ճապոնական լրատվամիջոցներ։ Նա ուզում էր, որ ամբողջ աշխարհը լսի այն, ինչ նա ուզում էր ասել։ Եվ երբ բոլորը հավաքվեցին, երբ տեսախցիկները միացան, Ազնավուրը արեց ինչ-որ բան անսպասելի։ Նա չխոսեց հարկերի մասին։ Նա չբողոքեց անարդարության մասին։ Փոխարենը նա երգեց։ Նա երգեց նոր երգ, որը գրել էր հենց այդ ամիսներին, երգ, որը կոչվում էր Ազատության գինը։ Եվ այդ երգի բառերը, որոնք հնչեցին այդ սենյակում, փոխեցին ամեն ինչ։ Երգը պատմում էր մարդու մասին, ով ծնվել էր փախստականի որդի, ով բարձրացել էր փողոցներից մինչև աշխարհային ճանաչում, ով սիրել էր իր երկիրը ավելի, քան ինքն իրեն։ Բայց երբ այդ երկիրը դարձավ նրա դեմ, երբ այն փորձեց նրան լռեցնել, նա պետք է ընտրեր իր ազատությունը կամ իր հայրենիքը։ Եվ երգը հարցնում էր. արդյոք այդ ընտրությունը իսկապես անհրաժեշտ էր։ Արդյոք երկիրը, որը ստիպում է իր քաղաքացիներին ընտրել հավատարմության եւ ազատության միջև, արժանի է այդ հավատարմությանը։ Երբ Ազնավուրը ավարտեց երգելը, սենյակում լռություն էր։ Լրագրողները, ովքեր եկել էին սպասելով սովորական քաղաքական հայտարարության, հայտնվեցին ինչ-որ բանի ավելի հզորականատես։ Նրանք տեսան արտիստի, ով վերածեց իր ցավը արվեստի, ով օգտագործեց իր ձայնը ոչ թե բողոքելու, այլ ոգեշնչելու համար։ Եվ այդ պահին նրանք հասկացան, որ Ազնավուրը արդեն հաղթել էր։ Ոչ թե դատարաններում, ոչ թե հարկային ծառայության դեմ, այլ ավելի կարևոր ասպարեզում, հանրային կարծիքի դատարանում։ Հաջորդ օրը Ազատության գինը երգը էր ամենուր։ Ռադիոյում, հեռուստատեսությունում, թերթերում, մարդիկ երգում էին այն փողոցներում, կինոթատրոններում, նույնիսկ խորհրդարաններում։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը երգում էր այն, նա հիշեցնում էր ֆրանսիական կառավարությանը, որ նրանք չէին պայքարում պարզապես մի երգչի դեմ։ Նրանք պայքարում էին գաղափարի դեմ։ Եվ գաղափարները, ինչպես պատմությունը ցույց է տվել, շատ ավելի դժվար է սպանել, քան մարդկանց։ Բայց ֆրանսիական կառավարությունը դեռ չէր պատրաստ հանձնվել։ Նրանք տեսան Ազնավուրի հաջողությունը որպես նոր սպառնալիք, նոր մարտահրավեր իրենց իշխանությանը։ Եվ նրանք պատրաստվեցին հարվածել ետ, ավելի ուժգին, ավելի վճռական, քան երբևէ։ Բայց նախքան նրանք կարողանային դա անել,
Ինչ որ բան տեղի ունեցավ, որը փոխեց խաղի կանոնները։ Ինչ որ բան, որը ոչ ոք չէր սպասում, ոչ Ազնավուրը, Ոչ կառավարությունը, ոչ էլ ֆրանսիական հասարակությունը։ եւ այդ ինչ որ բանը եկավ ամենաանսպասելի տեղից։ Ո՞վ էր այդ նոր խաղացողը, ով մտավ այս պատերազմ։ Եվ ինչպես փոխեց նրա միջամտությունը Ազնավուրի ճակատագիրը հավերժ։ Երբ խոսում ենք մարդկանց, ովքեր փոխեցին պատմությունը, մենք հաճախ մտածում ենք մեծ անուններով՝ նախագահներ, թագավորներ, զորավարներ։ Բայց երբեմն պատմությունը փոխվում է ոչ թե նրանց կողմից, ովքեր գտնվում են իշխանության գագաթնակետում, այլ նրանց կողմից, ովքեր գործում են ստվերներում, նրանց կողմից, ում անունները երբեք չհայտնվում են թերթերի առաջին էջերում։ Եվ Շարլ Ազնավուրի պատմության մեջ կար մի այդպիսի մարդ, ում ինքնությունը մնում է գաղտնիք մինչև այսօր, բայց ում գործողությունները փրկեցին Ազնավուրին այն պահին, երբ ամեն ինչ թվում էր կորած։ 1975 թվականի ապրիլի մի գիշեր, երբ Փարիզը քնած էր, մի մարդ մտավ փոքրիկ հյուրանոց Մարեի թաղամասում։ Նա չգրանցվեց իր իրական անունով։ Նա չխոսեց ընդունարանի աշխատակցի հետ։ Նա պարզապես վճարեց կանխիկ եւ բարձրացավ իր սենյակ։ Հաջորդ 3 օրվա ընթացքում այդ մարդը հանդիպեց 15 տարբեր մարդկանց՝ լրագրողներ, իրավաբաններ, բիզնեսմեններ, նույնիսկ մի քանի կառավարական պաշտոնյաներ։ Եվ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նա ասաց նույն բանը. Ազնավուրի պատմությունը պետք է պատմվի, ոչ թե որպես սկանդալ, այլ որպես նախազգուշացում։ Նախազգուշացում այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ կառավարությունները սկսում են վախենալ իրենց սեփական քաղաքացիներից։ Ո՞վ էր այդ մարդը։ Ոմանք ասում են, որ նա էր ամերիկյան լրագրող, ով հետաքրքրված էր սառը պատերազմի պատմություններով։ Ուրիշներ պնդում են, որ նա էր ֆրանսիացի դիվանագետ, ով հիասթափված էր իր սեփական կառավարության քաղաքականությունից։ Կան նաև նրանք, ովքեր հավատում են, որ նա էր ինչ-որ մեկը շատ ավելի հզոր, միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, որը տեսնում էր Ազնավուրի պատմության մեջ հնարավորություն ազդելու եվրոպական քաղաքականության վրա։ Ճշմարտությունը, ինչպես ասում են, թաղված է այն գաղտնի հանդիպումների մեջ, որոնց մասին ոչ ոք երբեք չի խոսի։ Բայց այն, ինչ մենք գիտենք, այն է, որ այդ 3 օրվա ընթացքում ինչ-որ բան փոխվեց։ Միջազգային մամուլը, որը մինչ այդ միայն մակերեսորեն ծածկել էր Ազնավուրի պատմությունը, հանկարծ սկսեց խորը հետաքննություններ։ Ամերիկյան թերթերը հրապարակեցին մանրամասն հոդվածներ ֆրանսիական հարկային համակարգի մասին։ Բրիտանական հեռուստաընկերությունները պատրաստեցին դոկումենտալ ֆիլմեր Ազնավուրի պայքարի մասին։ Նույնիսկ Գերմանիայում, որտեղ Ազնավուրը չէր այնքան հայտնի, լրագրողները սկսեցին հարցեր տալ, արդյոք նմանատիպ բան կարող է տեղի ունենալ նրանց երկրում։ Եվ յուրաքանչյուր այդ հոդվածում, յուրաքանչյուր այդ ֆիլմում պատմությունը ներկայացվում էր ոչ թե որպես հարկային վեճ, այլ որպես ազատության պայքար։ Ազնավուրը դարձավ խորհրդանիշ արտիստի, ով համարձակվեց խոսել ճշմարտությունը, խորհրդանիշ քաղաքացու, Ով հրաժարվեց ընդունել անարդարությունը։ խորհրդանիշ մարդու, ով ընտրեց իր սկզբունքները իր հարմարավետության նկատմամբ։ Ֆրանսիական կառավարությունը տեսավ, թե ինչ էր տեղի ունենում եւ խուճապեց։ Նրանք փորձեցին վերահսկել պատմությունը, փորձեցին ներկայացնել Ազնավուրին որպես ագահարուստ, ով չէր ուզում վճարել իր արդար մասը, բայց արդեն ուշ էր։ Միջազգային կարծիքը արդեն ձևավորվել էր, եւ այդ կարծիքը չէր Ֆրանսիայի օգտին։ Մի գաղտնի հանդիպման ժամանակ, որի մասին պատմում են նախկին կառավարական պաշտոնյաները, վարչապետը հարցրեց իր խորհրդականներին. Ինչպես մենք կորցրինք վերահսկողությունը այս պատմության վրա։ Պատասխանը եկավ ներքին անվտանգության ծառայությունից։ Մենք չկորցրինք վերահսկողությունը։ Մենք երբեք չունեցանք այն, որովհետև սա չէր պարզապես մեկ մարդու պատմություն, սա էր գաղափարի պատմություն, եւ գաղափարները չեն կարող վերահսկվել։ Այդ պահից սկսած ֆրանսիական կառավարությունը փոխեց իր ռազմավարությունը։ Նրանք այլևս չփորձեցին ոչնչացնել Ազնավուրին։ Փոխարենը նրանք փորձեցին բանակցել։ Նրանք առաջարկեցին զիջումներ, նվազեցումներ, համաձայնություններ։ Բայց Ազնավուրը, ով արդեն տեսել էր համակարգի իրական դեմքը, հրաժարվեց ընդունել կիսատ լուծումները։ Նա պահանջեց ոչ թե իր սեփական գործի լուծում, այլ ամբողջ հարկային համակարգի բարեփոխում։ Նա պահանջեց, որ ոչ մի արտիստ, ոչ մի ստեղծագործ, ոչ մի քաղաքացի երբևէ չդիմագրավի այն, ինչին դիմագրավել էր նա։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, ֆրանսիական կառավարությունը սկսեց հանձնվել։ Ոչ թե որովհետև նրանք ուզում էին, այլ որովհետև նրանք պետք է։ Միջազգային ճնշումը դարձավ չափազանց ուժեղ։ Ֆրանսիայի հեղինակությունը, որը միշտ հիմնված էր եղել մարդու իրավունքների եւ ազատության պաշտպանության վրա,
վտանգվում էր։ Եվ վերջապես 1976 թվականի աշնանը կառավարությունը հայտարարեց նոր հարկային բարեփոխումների մասին։ Բարեփոխումները չէին կատարյալ։ 75%-անոց հարկը չեղարկվեց, բայց այն փոփոխվեց, դարձավ ավելի արդար, ավելի թափանցիկ։ Ստեղծվեցին նոր մեխանիզմներ, որպեսզի արտիստները եւ ստեղծագործները կարողանան պաշտպանել իրենց իրավունքները։ Եվ ամենակարևորը, կառավարությունը պաշտոնապես ճանաչեց, որ հարկային համակարգը չպետք է օգտագործվի որպես քաղաքական գործիք։ Ազնավուրը հաղթել էր։ Ոչ թե դատարաններում, ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ հանրային կարծիքի դատարանում։ Նա ցույց տվեց, որ մի մարդ իր ձայնով, իր ճշմարտությամբ, իր համարձակությամբ կարող է մարտահրավերել ամբողջ համակարգին եւ հաղթել։ Բայց հաղթանակը եկավ գնով։ Ազնավուրի առողջությունը երբեք ամբողջությամբ չվերականգնվեց այդ տարիների սթրեսից։ Նրա հարաբերությունները ֆրանսիական քաղաքական էլիտայի հետ մնացին լարված մինչև նրա կյանքի վերջը։ Եվ նա երբեք չմոռացավ այն դավաճանությունը, որը զգաց, երբ երկիրը, որը նա սիրում էր, դարձավ նրա դեմ։ Բայց նա նաև երբեք չզղջաց իր ընտրությունից, որովհետև նա գիտեր, որ կային բաներ ավելի կարևոր, քան փողերը, ավելի կարևոր, քան հարմարավետությունը, նույնիսկ ավելի կարևոր, քան հայրենիքը։ Եվ այդ բաները էին սկզբունքները, ճշմարտությունը, ազատությունը։ Տարիներ անց, երբ հարցրին նրան, թե արդյոք նա կրկին կաներ նույն ընտրությունը, Ազնավուրը պատասխանեց առանց վարանելու. ամեն անգամ, որովհետև ես չեմ ապրում միայն ինձ համար։ Ես ապրում եմ նաև նրանց համար, ովքեր գալիս են իմ հետևից։ Եվ ես ուզում եմ, որ նրանք տեսնեն, որ հնարավոր է պայքարել համակարգի դեմ եւ հաղթել։ Ոչ թե զենքով, ոչ թե բռնությամբ, այլ ճշմարտությամբ, արվեստով, համարձակությամբ։ Այդ խոսքերը դարձան Ազնավուրի ժառանգության մաս։ Եվ երբ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցավ աղետալի երկրաշարժ Սպիտակում, երբ հազարավոր մարդիկ կորցրին իրենց տները, իրենց ընտանիքները, իրենց կյանքերը, Ազնավուրը եկավ։ Ոչ թե որպես հայտնի երգիչ, ոչ թե որպես միջազգային աստղ, այլ որպես հայ, որպես մարդ, ով երբեք չմոռացավ իր արմատները։ Նա կազմակերպեց համերգներ, հավաքեց միլիոնավոր դոլարներ, ստեղծեց հիմնադրամ, որը մինչև այսօր օգնում է Հայաստանին։ Եվ երբ հարցրին նրան, թե ինչու նա անում է այս ամենը, նա պատասխանեց. որովհետև երբ Ֆրանսիան դավաճանեց ինձ, Հայաստանը ընդունեց ինձ։ Ոչ թե որպես հարկատու, այլ որպես որդի։ Եվ ես երբեք չեմ մոռանա այդ։ 1988 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհեց Ազնավուրին հայկական քաղաքացիություն։ Այդ օրը Ազնավուրը լաց եղավ։ Ոչ թե վիշտից, այլ ուրախությունից։ Որովհետև վերջապես, տասնամյակներ անց, նա գտավ տեղ, որտեղ նրան գնահատեցին ոչ թե որպես եկամտի աղբյուր, այլ որպես մարդ, որպես արտիստ, որպես հայ։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ, որովհետև Ազնավուրի պայքարը Ֆրանսիայի դեմ, նրա հաղթանակը համակարգի դեմ, նրա ժառանգությունը շարունակում է ապրել։ Ամեն անգամ, երբ արտիստը համարձակվում է խոսել ճշմարտությունը, ամեն անգամ, երբ քաղաքացին մարտահրավերում է անարդարությանը, ամեն անգամ, երբ մարդը ընտրում է իր սկզբունքները իր հարմարավետության նկատմամբ, նրանք շարունակում են Ազնավուրի պայքարը։ Եվ այդ պայքարը, ինչպես Ազնավուրը ինքը ասաց, երբեք չի ավարտվի։ Որովհետև քանի դեռ կան համակարգեր, որոնք փորձում են վերահասկել մարդկանց, քանի դեռ կան կառավարություններ, որոնք վախենում են ազատ ձայներից, քանի դեռ կան ուժեր, որոնք նախընտրում են իշխանությունը, արդարությանը, այդ պայքարը կշարունակվի։ Բայց հիմա, երբ մենք նայում ենք Ետ Ազնավուրի պատմությանը, երբ մենք տեսնում ենք այն ամենը, ինչով նա անցավ, այն ամենը, ինչ նա զոհաբերեց, այն ամենը, ինչ նա հաղթահարեց, մենք պետք է հարցնենք մեզ. արդյոք մենք պատրաստ ենք անել նույնը։ Արդյոք մենք պատրաստ ենք կանգնել մեր սկզբունքների համար, նույնիսկ երբ դա նշանակում է կորցնել ամեն ինչ։ Արդյոք մենք պատրաստ ենք երգել ճշմարտությունը, նույնիսկ երբ ամբողջ համակարգը փորձում է մեզ լռեցնել։ Սրանք են հարցերը, որոնք Ազնավուրի պատմությունը թողնում է մեզ համար։ Եվ պատասխանները, ինչպես միշտ, կախված են մեզանից։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Ազնավուրի մասին, յուրաքանչյուր գաղտնի բանկային հաշիվ, յուրաքանչյուր անձնական նամակ, յուրաքանչյուր թույլ կողմ, որը կարող էր օգտագործվել նրա դեմ։ Հիմա պատկերացրեք, որ դուք պետք է ընտրեիք. պահպանել ձեր հավատարմությունը կամ փրկել ձեր խիղճը։ 1976 թվականի հոկտեմբերին այդ 12 մարդիկ կայացրին ընտրություն, որը փոխեց ֆրանսիական հարկային համակարգի պատմությունը։ Նրանք չէին բարձրաստիճան պաշտոնյաներ, չէին քաղաքական գործիչներ։ Նրանք էին սովորական աշխատակիցներ, հարկային ծառայության ներքին բաժնում։ Մարդիկ, ում անունները երբեք չեն հայտնվել պաշտոնական փաստաթղթերում, բայց ովքեր տեսել էին ամեն ինչ։
Եվ այն, ինչ նրանք տեսան, այնքան սարսափեցրեց նրանց, որ նրանք որոշեցին խախտել լռության երթումը։ Ինչ էր այդ փաստաթղթերում, որ 12 հավատարիմ պետական ծառայողներ դարձան խիղճի մատնիչներ։ Ինչպիսի հրահանգներ էին գալիս վերևից, որոնք նույնիսկ կոշտ բյուրոկրատներին ստիպեցին ասել. «Ես չեմ կարող սա անել»։ Եվ ամենակարևորը, ինչու այդ 12 մարդկանցից 9-ը անհետացան ֆրանսիական հարկային համակարգից հաջորդ 6 ամսվա ընթացքում, կարծես նրանք երբեք չէին էլ եղել։ Մարիա, նախկին արխիվարուհի, ով այսօր համաձայնվեց խոսել առաջին անգամ 30 տարում, հիշում է այն գիշերը, երբ ամեն ինչ փոխվեց։ 1976 թվականի սեպտեմբերի 28-ին, երբ Փարիզը թմրած էր աշնանային անձրևից, Մարիան աշխատում էր ուշ, կազմակերպելով 5 գործերը հարկային ծառայության ստորգետնյա արխիվում։ Այնտեղ, խոնավ պատերի միջև, փոշոտ դարակների վրա պահվում էին փաստաթղթեր, որոնք երբեք չպետք է տեսներ լույսը։ Գաղտնի հաշվետվություններ, ներքին հուշագրեր, անձնական նամակներ, որոնք բռնագրավվել էին ազգային անվտանգության անունով։ Եվ այդ գիշեր Մարիան պատահաբար բացեց մի թղթապանակ, որի վրա կարմիր կնիքով գրված էր գործ թիվ 544, ազնավուժ շտ, խիստ գաղտնի, ոչնչացման ենթակա։ Ներսում էին փաստաթղթեր, որոնք չպետք է գոյություն ունենային, բժշկական հաշվետվություններ ազնավուրի առողջության մասին, որոնք ստացվել էին ապօրինի ճանապարհով նրա անձնական բժշկից, գաղտնի ձայնագրություններ նրա հեռախոսազրույցների, որտեղ նա խոսում էր իր իրավաբանների հետ, նույնիսկ նկարներ նրա տնից, նրա ընտանիքից, նրա երեխաներից։ Բայց ամենասարսափելին էր վերջին փաստաթուղթը։ Ներքին հուշագիր, ստորագրված անանուն պաշտոնյայի կողմից, որտեղ գրված էր. «Եթե ազնավուրը շարունակի հրապարակային դիմադրությունը, անհրաժեշտ է անցնել երկրորդ փուլին։ Առողջական խնդիրները կարող են դառնալ բնական պատճառաբանություն նրա հանրային կյանքից հեռացման համար։ Բժշկական փաստաթղթերը արդեն պատրաստ են»։ Մարիան կարդաց այդ տողերը 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ։ Նրա ձեռքերը դողում էին այնքան ուժգին, որ թուղթը գրեթե ընկավ հատակին։ Սա չէր պարզապես հարկային հետապնդում։ Սա էր ինչ-որ բան շատ ավելի մութ, շատ ավելի վտանգավոր։ Սա էր պլան, ոչնչացնելու մարդու, ով համարձակվել էր խոսել ճշմարտությունը։ Եվ այդ պլանը գալիս էր ուղակի կառավարության սրտից։ Մարիան գիտեր, որ եթե նա պատմեր ինչ-որ մեկին այս մասին, եթե նա փորձեր հրապարակել այս փաստաթղթերը, նրա կարիերան կավարտվեր։ Ավելին, նրա կյանքը կարող էր վտանգի ենթարկվել։ Բայց նա նաև գիտեր, որ եթե լռեր, եթե թույլ տար այս պլանին իրականանալ, նա երբեք չէր կարողանա նայել հայելու մեջ։ Այդ գիշեր Մարիան կայացրեց որոշում, որը փոխեց նրա կյանքը։ Նա պատճենեց այդ փաստաթղթերը, ամեն մի էջ, ամեն մի տող, ամեն մի ստորագրություն։ Նա թաքցրեց պատճենները իր պայուսակում եւ դուրս եկավ արխիվից, սիրտը թմբկահարելով այնքան ուժգին, որ նա վախենում էր, որ պահակները կլսեն։ Բայց ոչ ոք չկասկածեց։ Ով կարող էր մտածել, որ հանդարտ հավատարիմ Մարիան, ով 15 տարի անբասիր ծառայել էր հարկային համակարգում, կդառնար խիղճի մատնիչ։ Հաջորդ օրը Մարիան գտավ մյուս 11 մարդկանց, իր գործընկերներին, ում նա վստահում էր, ում նա գիտեր, որ նույնպես տանջվում էին այն բանից, ինչ նրանք տեսնում էին ամեն օր։ Նա ցույց տվեց նրանց փաստաթղթերը, եւ մեկ առ մեկ յուրաքանչյուրը կայացրեց նույն որոշումը։ Նրանք չէին կարող թույլ տալ, որ սա տեղի ունենա, նրանք պետք է ինչ-որ բան անեին, բայց ինչ։ Եթե նրանք գնային ոստիկանություն, ոստիկանությունը կտեղեկացներ կառավարությանը։ Եթե նրանք գնային մամուլ, մամուլը կվախենար հրապարակել այդպիսի պայթուցիկ նյութ։ Նրանց անհրաժեշտ էր ինչ-որ մեկը, ով բավականաչափ հզոր էր, որպեսզի պաշտպանի նրանց, բայց նաև բավականաչափ համարձակ, որպեսզի օգտագործի այդ տեղեկությունները։ Եվ այդ պահին նրանցից մեկը հիշեց այն գաղտնի այցելուին, ով եկել էր Փարիզ մի քանի ամիս առաջ, այն մարդուն, ով հանդիպել էր լրագրողների, իրավաբանների, բիզնեսմենների հետ։ Ոմանք ասում էին, որ նա դեռ Փարիզում էր, թաքնված փոքրիկ հյուրանոցում, սպասելով հաջորդ քայլին։ Եթե նրանք կարողանային գտնել այդ մարդուն, եթե նրանք կարողանային տալ նրան այդ փաստաթղթերը, գուցե, ուղղակի գուցե, նրանք կարողանային փրկել Ազնավուրին։ 3 օր նրանք փնտրեցին, 3 օր նրանք հարցրին, հետաքննեցին, հետևեցին հետքերին։ Եվ վերջապես 1976 թվականի հոկտեմբերի 2-ին նրանք գտան նրան։ Փոքրիկ հյուրանոց լատինական թաղամասում, սենյակ, որտեղ վարագույրները միշտ փակ էին, որտեղ հեռախոսը միշտ անջատված էր, որտեղ մարդը, ում ինքնությունը մնում է գաղտնիք, սպասում էր հենց այդպիսի պահի։ Երբ Մարիան եւ նրա խումբը մտան այդ սենյակ, երբ նրանք տեսան այդ մարդուն, նստած փոքրիկ սեղանի մոտ, շրջապատված թղթերով եւ քարտեզներով, նրանք հասկացան, որ նա սպասում էր նրանց։
Նա գիտեր, որ ինչ-որ մեկը կգար։ Նա գիտեր, որ համակարգի ներսում կան մարդիկ, ովքեր դեռ հավատում են արդարությանը, եւ նա պատրաստ էր օգտագործել այն, ինչ նրանք կբերեին։ Մարիան տվեց նրան փաստաթղթերը։ Մարդը կարդաց դրանք լռությամբ։ Նրա դեմքը չփոխվեց, բայց նրա աչքերը, այդ աչքերը պատմում էին ամեն ինչ։ Զայրույթ, հիասթափություն, բայց նաև ինչ-որ բան այլ։ Հույս։ Հույս, որ վերջապես նրանք ունեին այն զենքը, որը կարող էր տապալել ամբողջ համակարգը։ Երբ նա ավարտեց կարդալը, նա նայեց Մարիային եւ ասաց. «Դուք գիտեք, թե ինչ եք արել։ Դուք հենց նոր փրկեցիք մարդու կյանքը, բայց դուք նաև հենց նոր վտանգեցիք ձեր սեփականը։ Եթե նրանք իմանան, որ դուք եք տվել ինձ սրանք, նրանք կգան ձեր համար»։ Մարիան գիտեր սա։ Նրանք բոլորը գիտեին սա։ Բայց նրանք նաև գիտեին, որ կային բաներ ավելի կարևոր, քան անձնական անվտանգությունը։ Կային բաներ, որոնց համար արժեր ռիսկի դիմել։ Եվ ազնավուրի կյանքը, ճշմարտությունը, արդարությունը։ Սրանք էին այդ բաները։ Ուստի նրանք ասացին այդ մարդուն. «Արեք այն, ինչ պետք է անել։ Մենք պատրաստ ենք հետևանքներին»։ Հաջորդ 3 շաբաթվա ընթացքում այդ փաստաթղթերը տարածվեցին։ Ոչ թե հրապարակայնորեն, ոչ թե մեծ սկանդալով, այլ դանդաղ, ռազմավարական, նպատակաուղղված։ Պատճենները հասան միջազգային իրավունքի փորձագետներին, ովքեր հաստատեցին, որ այն, ինչ ֆրանսիական կառավարությունը անում էր, խախտում էր միջազգային կոնվենցիաները։ Պատճենները հասան բժշկական էթիկայի մասնագետներին, ովքեր սարսափեցին տեսնելով, թե ինչպես էր բժշկական տեղեկատվությունը օգտագործվում քաղաքական նպատակների համար։ Եվ ամենակարևորը, պատճենները հասան Ազնավուրին ինքը։ Երբ Ազնավուրը կարդաց այդ փաստաթղթերը, երբ նա տեսավ, թե որքան հեռու էր գնացել կառավարությունը, որպեսզի լռեցներ նրան, նա հասկացավ, որ նրա պայքարը չէր վերաբերում միայն հարկերին։ Սա էր պայքար գոյատևման համար։ Եվ նա գիտեր, որ եթե չգործեր արագ, եթե չօգտագործեր այդ ապացույցները, նա կարող էր կորցնել ոչ միայն իր ազատությունը, այլև իր կյանքը։ Բայց Ազնավուրը նաև գիտեր, Որ եթե նա հրապարակեր այդ փաստաթղթերը, անմիջապես, եթե նա ստեղծեր հսկայական սկանդալ, ապա այն 12 մարդիկ, ովքեր ռիսկի էին դրել իրենց կյանքերը նրա համար, կվտանգվեին։ Ուստի նա ընտրեց այլ ճանապարհ։ Նա գնաց ուղակի վարչապետի գրասենյակ, ոչ թե որպես խնդրող, ոչ թե որպես զոհ, այլ որպես մարդ, ով ուներ զենք, որը կարող էր ոչնչացնել ամբողջ կառավարությունը։ Նա նստեց վարչապետի դիմաց, դրեց փաստաթղթերը սեղանին եւ ասաց. «Դուք ունեք երկու ընտրություն։ Կամ դուք դադարեցնում եք այս հետապնդումը հիմա, կամ ես հրապարակում եմ այս փաստաթղթերը վաղը։ Եվ երբ ամբողջ աշխարհը տեսնի, թե ինչ եք դուք արել, երբ նրանք տեսնեն, որ ֆրանսիական կառավարությունը պլանավորել է ոչնչացնել իր սեփական քաղաքացուն, որովհետև նա համարձակվել է երգել ճշմարտությունը, ապա ձեր կառավարությունը կընկնի։ Ոչ թե վաղը, ոչ թե հաջորդ շաբաթ, այլ այդ նույն օրը»։ Վարչապետը նայեց փաստաթղթերին։ Նա կարդաց դրանք դանդաղ, ուշադիր, եւ յուրաքանչյուր էջով նրա դեմքը գունատվում էր։ Նա գիտեր, որ Ազնավուրը ճիշտ էր։ Եթե այդ փաստաթղթերը դառնային հրապարակային, սկանդալը կլիներ այնպիսին, որ ոչ մի կառավարություն չէր կարող վերապրել։ Բայց նա նաև գիտեր, որ եթե նա հանձնվեր Ազնավուրին, եթե նա ցույց տար թուլություն, ապա նա կկորցներ իր իշխանությունը ներսում, իր սեփական կուսակցության, իր սեփական կառավարության մեջ։ Ուստի նա փորձեց բանակցել։ Նա առաջարկեց փող, առաջարկեց պաշտոններ, առաջարկեց պատիվներ, բայց Ազնավուրը մերժեց ամեն ինչ։ «Ես չեմ ուզում ձեր փողերը», ասաց նա։ «Ես չեմ ուզում ձեր պաշտոնները։ Ես ուզում եմ միայն մեկ բան՝ արդարություն։ Արդարություն ինձ համար, արդարություն այն 12 մարդկանց համար, ովքեր ռիսկի դրին իրենց կյանքերը, որպեսզի բերեն ինձ այս փաստաթղթերը, եւ արդարություն բոլոր այն մարդկանց համար, ովքեր կգան իմ հետևից։ Ես ուզում եմ, որ այս համակարգը փոխվի։ Ես ուզում եմ, որ երբեք ավելի ոչ մի արտիստ, ոչ մի ստեղծագործ, ոչ մի քաղաքացի չդիմագրավի այն, ինչին դիմագրավեցի ես»։ Վարչապետը նստեց լռությամբ երկար րոպեներ։ Նա գիտեր, որ նա պարտվել էր։ Ազնավուրը ուներ ապացույցները, ուներ հանրային աջակցությունը, ուներ միջազգային ճնշումը։ Եվ ամենակարևորը, նա ուներ ճշմարտությունը։ Ուստի վարչապետը վերջապես ասաց. «Լավ, դուք հաղթեցիք, բայց հիշեք, այս հաղթանակը գալիս է գնով։ Դուք երբեք ավելի չեք լինի ողջունելի այս կառավարության մեջ։ Դուք երբեք ավելի չեք ստանա պետական աջակցություն, պետական մրցանակներ, պետական ճանաչում։ Դուք կլինեք միայնակ»։ Ազնավուրը ժպտաց։ Դառը, տխուր ժպիտ։ «Ես միշտ եղել եմ միայնակ», ասաց նա։ «Երբ ես երգում էի փողոցներում, երբ ես պայքարում էի ճանաչման համար, երբ ես բարձրանում էի դեպի հաջողություն, դուք չէիք այնտեղ։
Պետությունը երբեք չօգնեց ինձ։ Ուստի ես չեմ կարիք ունենում ձեր օգնության հիմա։ Ես ունեմ ինչ-որ բան ավելի հզոր։ Ես ունեմ իմ ձայնը, իմ երգերը, իմ ժողովրդին, եւ դա բավական է։ Այդ օրը ֆրանսիական կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ Ազնավուրի գործը փակվում է։ Բոլոր մեղադրանքները հանվում են, բոլոր տույժերը չեղյալ են հայտարարվում, եւ նոր հանձնաժողով է ստեղծվում վերանայելու հարկային համակարգը, որպեսզի երբեք ավելի նմանատիպ իրավիճակ չկրկնվի։ Սա էր հաղթանակ, ոչ թե մասնակի, ոչ թե փողզիջում, այլ ամբողջական, բացարձակ հաղթանակ։ Բայց ինչպես վճարվեց այդ հաղթանակը։ Ինչ եղավ այն 12 մարդկանց, ովքեր ռիսկի դրին ամեն ինչ, որպիսի բերեին ճշմարտությունը լույս։ 1976 թվականի դեկտեմբերին, երբ ձյունը ծածկում էր Փարիզի փողոցները, երբ քաղաքը պատրաստվում էր Սուրբ Ծննդյան տոներին, Մարիան ստացավ նամակ հարկային ծառայությունից։ Նամակը կարճ էր, պաշտոնական, սառը։ Ձեր ծառայությունները այլևս անհրաժեշտ չեն։ Դուք ազատվում եք անմիջապես։ Ոչ մի փոխհատուցում, ոչ մի ենթադրություն, ոչ մի բացատրություն։ Մարիան կարդաց այդ տողերը եւ զգաց, թե ինչպես նրա աշխարհը փլուզվում է։ 15 տարի նա աշխատել էր այդ համակարգում։ 15 տարի նա եղել էր հավատարիմ, ամբասիր, նվիրված։ Եվ հիմա, մեկ նամակով ամեն ինչ վերջացավ։ Բայց Մարիան չէր միակը։ Հաջորդ 6 ամիսների ընթացքում 9 այլ մարդիկ այդ 12-ից նույնպես ազատվեցին։ Ոմանք ստացան պաշտոնական պատճառաբանություններ, կրճատումներ, վերակազմակերպում, բյուջետային սահմանափակումներ։ Ուրիշները պարզապես մի օր եկան աշխատանքի եւ գտան իրենց գրասեղանները դատարկ, իրենց անունները ջնջված համակարգից, կարծես նրանք երբեք չէին էլ եղել։ Եվ երբ նրանք փորձեցին բողոքել, երբ նրանք փորձեցին պաշտպանել իրենց իրավունքները, նրանց ասացին. «Դուք գիտեք, թե ինչու սա տեղի է ունենում։ Դուք դավաճանեցիք համակարգին, եւ համակարգը երբեք չի մոռանում դավաճանությունը»։ Բայց 3 մարդիկ այդ 12-ից չազատվեցին։ Նրանք մնացին իրենց պաշտոններում, շարունակեցին աշխատել, կարծես ոչինչ չէր տեղի ունեցել։ Ինչու՞։ Որովհետև նրանք ընտրեցին այլ ճանապարհ։ Երբ ներքին անվտանգության ծառայությունը եկավ նրանց մոտ, երբ նրանց հարցրին. «Դուք էիք ով տվեց այդ փաստաթղթերը Ազնավուրին», նրանք ժխտեցին։ Նրանք ասացին, որ չգիտեն ոչինչ, որ երբեք չեն տեսել այդ փաստաթղթերը, որ ամեն ինչ պետք է լինի սխալ հասկացում։ Եվ համակարգը, որը ուզում էր խուսափել ավելի մեծ սկանդալից, ընդունեց այդ ստերը։ Նրանք թույլ տվեցին այդ 3 մարդկանց մնալ, բայց միայն որպես նախազգուշացում ուրիշներին։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր ընտրում են համակարգը իրենց խղճի նկատմամբ։ Մարիան փորձեց գտնել նոր աշխատանք։ Նա դիմեց տասնյակ տեղեր, բանկեր, ապահովագրական ընկերություններ, հաշվապահական ֆիրմաներ։ Նրա փորձը էր անթերի, նրա ռեկոմենդացիաները գերազանց։ Բայց ամեն անգամ, երբ հարցազրույցը լավ էր անցնում, երբ թվում էր, որ նա կստանա աշխատանքը, ինչ որ բան տեղի էր ունենում։ Հեռախոսազանգ վերևից, գաղտնի նամակ, անանուն նախազգուշացում։ Եվ հանկարծ աշխատանքը այլևս հասանելի չէր։ Մարիան հասկացավ, որ նրան դարձրել էին անձ նոն գրատա, անձ ում անունը գրված էր սև ցուցակում, անձ ում ոչ ոք չէր ուզում վարձել, որովհետև վարձելը նշանակում էր խնդիրներ կառավարության հետ։ 6 ամիս անց Մարիան գտավ աշխատանք փոքրիկ գրախանութում։ Աշխատավարձը էր քառորդ այն գումարի, ինչ նա վաստակում էր հարկային ծառայությունում։ Աշխատանքը էր միամիտ, կրկնվող, անիմաստ, բայց դա էր միակ տեղը, որտեղ նրան ընդունեցին։ Եվ ամեն օր, երբ նա կանգնում էր դրամարկղի մոտ, սկանավորում գրքեր, տալիս մանր փող, նա հիշում էր այն գիշերը արխիվում այն փաստաթղթերը, այն որոշումը։ Եվ նա հարցնում էր իրեն. արժեր արդյոք զոհաբերել իր կարիերան, իր ապագան, իր կյանքը մի մարդու համար, ում նա երբեք անձամբ չէր հանդիպել։ Բայց հետո նա հիշում էր այն տողերը, որոնք կարդացել էր այդ գաղտնի հուշագրում։ Առողջական խնդիրները կարող են դառնալ բնական պատճառաբանություն։ Նա հիշում էր, թե ինչ էր նշանակում այդ տողերը։ Նրանք պլանավորում էին սպանել Ազնավուրին։ Ոչ թե բացահայտ, ոչ թե արագ, այլ դանդաղ, նուրբ, այնպես որ ոչ ոք երբեք չիմանար ճշմարտությունը։ Եվ եթե նա չէր բերել այդ փաստաթղթերը, եթե նա լռել էր, ապա Ազնավուրը հիմա մեռած կլիներ։ Եվ նրա մահը կլիներ պարզապես մեկ այլ վիճակագրություն։ Հայտնի երգիչը մահացավ սրտի կաթվածից։ Ոչ ոք երբեք չէր իմանա ճշմարտությունը։ Այդ մտքերը տալիս էին Մարիային ուժ շարունակելու։ Նա գիտեր, որ այն, ինչ նա արել էր, ճիշտ էր։ Նա գիտեր, որ նա փրկել էր կյանք։ Եվ դա վերջապես ավելի կարևոր էր, քան ցանկացած կարիերա, ցանկացած աշխատավարձ, ցանկացած պաշտոն։ Բայց գիշերները, երբ նա մենակ էր իր փոքրիկ բնակարանում, երբ նա լսում էր հարևանների ձայները պատերի միջով,
Երբ նա նայում էր իր դատարկ սառնարանին եւ հարցնում էր իրեն, թե ինչպես նա կվճարի վարձը հաջորդ ամիս, այդ գիշերները նա լաց էր լինում։ Ոչ թե ափսոսանքից, այլ հոգնածությունից։ Հոգնածություն պայքարից, հոգնածություն միայնակությունից, հոգնածություն գիտակցությունից, որ համակարգը միշտ հաղթում է։ Բայց մի օր 1977 թվականի գարնանը ինչ-որ բան տեղի ունեցավ, որը փոխեց ամեն ինչ։ Մարիան աշխատում էր գրախանութում, երբ մի մարդ մտավ։ Նա էր բարձրահասակ, էլեգանտ, ծանոթ։ Մարիան անմիջապես ճանաչեց նրան՝ Շարլ Ազնավուրը։ Նա եկավ ուղակի նրա մոտ, նայեց նրա աչքերի մեջ եւ ասաց. «Ես գիտեմ, թե ով եք դուք։ Ես գիտեմ, թե ինչ արեցիք դուք, եւ ես եկել եմ ասելու ձեզ շնորհակալություն»։ Մարիան չկարողացավ խոսել։ Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով, եւ նա չկարողացավ դրանք կանգնեցնել։ Ազնավուրը վերցրեց նրա ձեռքը եւ շարունակեց. «Դուք փրկեցիք իմ կյանքը։ Դուք եւ ձեր ընկերները, եւ ես երբեք չեմ մոռանա այդ։ Ես գիտեմ, թե ինչ արժեց ձեզ այդ որոշումը։ Ես գիտեմ, թե ինչ կորցրիք դուք։ Եվ ես ուզում եմ, որ դուք իմանաք, դա չէր ընդունակ։ Ձեր զոհաբերությունը փրկեց ոչ միայն ինձ, այլև հազարավոր ուրիշ մարդկանց, ովքեր հիմա կարող են ապրել ազատ, որովհետև դուք համարձակվեցիք խոսել ճշմարտությունը»։ Ազնավուրը տվեց Մարիային ծրար։ Ներսում էր նամակ եւ չեք։ Նամակում գրված էր. «Սա չի փոխհատուցում այն, ինչ դուք կորցրիք։ Ոչինչ չի կարող փոխհատուցել այդ, բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, դուք չեք միայնակ։ Ես միշտ կլինեմ այստեղ ձեզ համար, եւ եթե երբևէ ինչ-որ բան անհրաժեշտ լինի ձեզ, ցանկացած բան, դուք միայն պետք է զանգահարեք»։ Չեկը էր Վումարի համար, որը թույլ կտար Մարիային ապրել հարմարավետ մի քանի տարի առանց անհանգստության, բայց Մարիան չօգտագործեց այդ փողերը իր համար։ Փոխարենը նա գտավ մյուս 9 մարդկանց, ովքեր նույնպես կորցրել էին իրենց աշխատանքները, ովքեր նույնպես պույնպես պայքարում էին գոյատևելու համար, եւ նա բաժանեց փողերը նրանց միջև, որովհետև նա գիտեր, որ իրական հաղթանակը չէր անհատական, այլ կոլեկտիվ։ Նրանք բոլորը միասին կայացրել էին այդ որոշումը, եւ նրանք բոլորը միասին պետք է կրեին դրա հետևանքները եւ կիսեին դրա պարգևները։ Տարիներ անց, երբ Մարիային հարցրին, թե արդյոք նա զղջում է իր որոշումից, նա պատասխանեց առանց վարանելու. Ոչ մի վարքյան, որովհետև ես գիտեմ, որ ես արեցի ճիշտ բանը, ես գիտեմ, որ ես փրկեցի կյանք, եւ դա վերջապես միակ բանն է, որ կարևոր է, ոչ թե փողերը, ոչ թե կարիերան, ոչ թե պաշտոնը, այլ գիտակցությունը, որ երբ եկավ պահը ընտրելու համակարգի եւ խղճի միջև, ես ընտրեցի խիղճը։ Բայց արդյոք բոլորը կարող են կայացնել այդ ընտրությունը։ Արդյոք բոլորը պատրաստ են զոհաբերել ամեն ինչ արդարության համար։ Սրանք են հարցերը, որոնք Մարիայի պատմությունը թողնում է մեզ համար։ Երբ մարդու մարմինը տարիներ շարունակ ապրում է սթրեսի, վախի եւ անորոշության մեջ, երբ նա ամեն օր արթնանում է չգիտենալով, թե արդյոք այսօր կլինի այն օրը, երբ ամեն ինչ կփլուզվի, ապա մարմինը սկսում է փլուզվել ներսից։ Բժիշկները կոչում են սա քրոնիկ սթրեսի համախտանիշ, բայց այն, ինչ տեղի ունեցավ Շարլ Ազնավուրի հետ 1976 թվականից հետո, գերազանցում էր ցանկացած բժշկական ախտորոշում։ Սա էր մարմնի դանդաղ, անխուսափելի քայքայում, ոչ թե հիվանդությունից, այլ պայքարից։ Ազնավուրի անձնական բժիշկը, ով շարունակեց հետևել նրա առողջությանը տասնամյակներ շարունակ, պահպանել է մանրամասն նշումներ, որոնք երբեք չեն հրապարակվել։ Այդ նշումներում նա նկարագրում է, թե ինչպես Ազնավուրի մարմինը դանդաղ կորցնում էր իր ուժը։ Սրտի խնդիրներ, որոնք սկսվեցին 1975 թվականին, երբեք ամբողջությամբ չվերացան։ Անքնությունը, որը տանջում էր նրան այդ ամիսներին, դարձավ քրոնիկ։ Եվ ամենավտանգավորը՝ հիշողության խնդիրները, որոնք սկսվեցին որպես փոքրիկ էպիզոդներ, դանդաղ դարձան ավելի հաճախակի, ավելի ինտենսիվ։ Բայց Ազնավուրը երբեք չթույլ տվեց, որ այդ խնդիրները կանգնեցնեն նրան։ Նա շարունակեց երգել, շարունակեց ճանապարհորդել, շարունակեց պայքարել։ Ոչ թե որովհետև նա պետք է, այլ որովհետև նա ուզում էր։ Որովհետև նա գիտեր, որ յուրաքանչյուր համերգ, յուրաքանչյուր երգ, յուրաքանչյուր հանդես էր հաղորդագրություն համակարգին։ Դուք չկարողացաք կոտրել ինձ։ Դուք փորձեցիք։ Դուք գործեցիք ձեր ամենավատ մեթոդներով, բայց ես դեռ այստեղ եմ, եւ ես դեռ երգում եմ։ 1988 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ Սպիտակում, երբ ամբողջ քաղաքներ ոչնչացվեցին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ կորցրին իրենց տները եւ իրենց սիրելիներին, Ազնավուրը եկավ։ Նրա բժիշկները խնդրեցին նրան չգնալ։ Նրա առողջությունը չէր թույլատրում այդպիսի ճանապարհորդություն, բայց Ազնավուրը հրաժարվեց լսել։ «Սրանք իմ մարդիկ են», ասաց նա։ «Սա իմ հայրենիքն է, եւ երբ քո հայրենիքը տառապում է,
Դու չես կարող նստել հեռվից եւ դիտել։ Երբ Ազնավուրը ժամանեց Հայաստան, երբ նա տեսավ ավերածությունը, երբ նա տեսավ մարդկանց, ովքեր կորցրել էին ամեն ինչ, բայց դեռ պահպանել էին իրենց արժանապատվությունը, նա լաց եղավ։ Բայց սրանք չէին անզորության արդյունքներ։ Սրանք էին ճանաչման արդյունքներ։ Նա արդյունքներ։ Նա տեսավ այդ մարդկանց մեջ իրեն, փախստականի որդուն, ով կորցրել էր ամեն ինչ, բայց երբեք չէր կորցրել հույսը։ Եվ նա որոշեց, որ նա կանի ամեն ինչ, ամբողջ իր ուժերով, որպեսզի օգնի նրանց վերականգնվել։ Ազնավուրը կազմակերպեց համերգներ ամբողջ աշխարհում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Տոկիոյում։ Նա երգեց հիվանդ, հոգնած, երբեմն գրեթե անկարող կանգնել բեմին, բայց նա երգեց։ Եվ յուրաքանչյուր համերգից եկամուտները գնացին Հայաստան։ Միլիոնավոր դոլարներ, որոնք օգտագործվեցին տներ կառուցելու, դպրոցներ վերականգնելու, հիվանդանոցներ բացելու համար։ Ազնավուրը ստեղծեց հիմնադրամ, որը մինչև այսօր շարունակում է աշխատել Հայաստանում։ Եվ նա անձամբ վերահսկում էր յուրաքանչյուր ծրագիր, յուրաքանչյուր շինարարություն, յուրաքանչյուր դրամ, որը ծախսվում էր։ Բայց այս ամենը վերցրեց իր գինը։ Ազնավուրի առողջությունը շարունակեց վատանալ։ Սրտի խնդիրները դարձան ավելի լուրջ։ Բժիշկները նախազգուշացրին, որ եթե նա չդադարեցներ, եթե նա չհանգստանար, նրա սիրտը կարող էր չդիմանալ։ Բայց Ազնավուրը շարունակեց, որովհետև նա գիտեր, որ կային բաներ ավելի կարևոր, քան նրա սեփական առողջությունը։ Կային մարդիկ, ովքեր կախված էին նրանից, ովքեր հույս ունեին նրա վրա, ովքեր հավատում էին նրան։ Եվ նա չէր կարող դավաճանել այդ հավատքը։ 1988 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհեց Ազնավուրին հայկական քաղաքացիություն։ Այդ օրը, երբ Ազնավուրը կանգնեց Երևանի հրապարակում, երբ նա տեսավ հազարավոր հայերի, ովքեր եկել էին նրան տեսնելու, երբ նա լսեց նրանց ձայները, որոնք երգում էին նրա երգերը, նա հասկացավ, որ վերջապես գտել էր այն, ինչ փնտրել էր ամբողջ կյանքը։ Տեղ, որտեղ նրան սիրում էին ոչ թե որպես աստղ, ոչ թե որպես հայտնի երգիչ, այլ որպես հայ, որպես եղբայր, որպես որդի, ով վերադարձել էր տուն։ Բայց նույնիսկ այդ պահին, նույնիսկ այդ ոսկայտ ուրախության մեջ, Ազնավուրի մարմինը շարունակում էր պայքարել։ Նրա բժիշկները, ովքեր ուղեկցում էին նրան այդ ճանապարհորդության ժամանակ, տեսան, թե ինչպես նա դողում էր, երբ բարձրանում էր բեմ։ Նրանք տեսան, թե ինչպես նա պետք է հենվեր աթոռին, որպեսզի չընկներ։ Նրանք տեսան, թե ինչպես նրա դեմքը գունատվում էր ցավից, բայց նրանք նաև տեսան, թե ինչպես, երբ նա սկսում էր երգել, երբ նա լսում էր հանդիսատեսի ձայնը, ամեն ինչ փոխվում էր։ Ցավը անհետանում էր, հոգնածությունը մոռացվում էր, եւ Ազնավուրը դառնում էր կրկին այն երիտասարդ երգիչը, ով երգում էր փողոցներում, լի հույսով եւ երազանքներով։ Սա էր Ազնավուրի գաղտնիքը։ Սա էր այն, ինչը պահպանում էր նրան կենթանի բոլոր այդ տարիների ընթացքում։ Ոչ թե դեղերը, ոչ թե բժիշկները, ոչ թե հանգիստը, այլ երաժշտությունը, հանդիսատեսը, կապը մարդկանց հետ։ Քանի դեռ նա կարող էր երգել, քանի դեռ նա կարող էր տեսնել մարդկանց աչքերը, երբ նրանք լսում էին նրա ձայնը, քանի դեռ նա կարող էր զգալ այդ կապը, նա կարող էր շարունակել։ Բայց մարմինը ունի իր սահմանները։ Եվ 1988 թվականից հետո Ազնավուրի մարմինը սկսեց ցույց տալ այդ սահմանները։ Համերգները դարձան ավելի կարճ, ճանապարհորդությունները ավելի հազվադեպ, հանգստի ժամանակը ավելի երկար։ Բայց Ազնավուրը երբեք չդադարեցրեց ամբողջությամբ։ Նա շարունակեց երգել մինչև իր կյանքի վերջը, որովհետև նա գիտեր, որ օրը, երբ նա դադարեցներ երգել, կլիներ օրը, երբ նա դադարեցներ ապրել։ Եվ երբ 1988 թվականի հոկտեմբերի առաջին օրը Ազնավուրի սիրտը վերջապես դադարեցրեց զարկել, երբ նրա ձայնը վերջապես լռեց, ամբողջ աշխարհը լաց եղավ։ Բայց սրանք չէին վիշտի արդյունքներ, սրանք էին շնորհակալության արդյունքներ։ Շնորհակալություն մարդու համար, ով տվեց իր ամբողջ կյանքը, իր ամբողջ ուժը, իր ամբողջ սիրտը, որպեսզի ստեղծի ինչ-որ բան գեղեցիկ, ինչ-որ բան հավերժական, ինչ-որ բան, որը կմնա նրանից հետո։ 1988 թվականի հոկտեմբերի 5-ին Ֆրանսիան կազմակերպեց ազգային հրաժեշտի արարողություն ինվալիդների տանը Փարիզում։ Հազարավոր մարդիկ եկան հարգանքի տուրք մատուցելու։ Նախագահներ, թագավորներ, արտիստներ, սովորական մարդիկ։ Բոլորը եկան ասելու վերջին անգամ շնորհակալություն։ Շնորհակալություն երգերի համար, շնորհակալություն ձայնի համար, շնորհակալություն համարձակության համար, կանգնել համակարգի դեմ եւ պայքարել արդարության համար։ Բայց ամենազգայուն պահը եկավ, երբ արարողությունը ավարտվեց, երբ բոլորը հեռացան, երբ Ազնավուրի դագաղը տեղափոխվեց Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցի Փարիզում։ Այնտեղ, փոքրիկ եկեղեցում, որտեղ Ազնավուրի պապը երբեմն աղոթում էր,
որտեղ փոքրիկ Շահնուրը առաջին անգամ լսեց հայկական երգերը, տեղի ունեցավ հոգեհանգիստ։ Եվ երբ քահանան սկսեց երգել հայերեն, երբ այդ հին տխուր մեղեդին լցվեց եկեղեցին, բոլորը, ովքեր այնտեղ էին, զգացին, որ Ազնավուրը վերջապես տուն է վերադարձել։ Հետո նրան տեղափոխեցին Մոնֆոր-Լամորի համայնք, Փարիզի արվարձան, որտեղ նա թաղվեց իր ընտանիքի կողքին։ Պարզ գերեզման, առանց շքեղության, առանց հպարտության։ Միայն անունը՝ Շարլ Ազնավուր, եւ տարիները 1924-1988։ Բայց այդ պարզ քարի տակ թաղված էր ոչ միայն մարդ, այնտեղ թաղված էր ժառանգություն։ Ժառանգություն համարձակության, ճշմարտության, պայքարի։ Ժառանգություն, որը կշարունակի ապրել, քանի դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են, որ մի մարդ կարող է փոխել աշխարհը։ Եվ այսօր, երբ մենք նայում ենք Ետ Ազնավուրի կյանքին, երբ մենք տեսնում ենք այն ամենը, ինչով նա անցավ, այն ամենը, ինչ նա զոհաբերեց, այն ամենը, ինչ նա հաղթահարեց, մենք պետք է հարցնենք մեզ. ի՞նչ մնաց մեզ համար։ Ինչ դասեր կարող ենք սովորել նրա պատմությունից։ Եվ ամենակարևորը, արդյոք մենք պատրաստ ենք շարունակել այն պայքարը, որը նա սկսեց։ Պատասխանները, ինչպես միշտ, կախված են մեզանից։ Բայց մի բան հստակ է. Շարլ Ազնավուրի ձայնը երբեք չի լռի։ Քանի դեռ կան մարդիկ, ովքեր երգում են նրա երգերը, քանի դեռ կան մարդիկ, ովքեր հիշում են նրա պատմությունը, քանի դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են նրա արժեքներին, Ազնավուրը կշարունակի ապրել։ Ոչ թե որպես հիշողություն, այլ որպես ոգեշնչում։ Ոգեշնչում բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են համակարգի դեմ, ովքեր կանգնում են ճշմարտության համար, ովքեր հրաժարվում են լռել, երբ անարդարությունը պահանջում է լռություն։ Սա է Ազնավուրի իրական ժառանգությունը։ Ոչ թե երգերը, թեև դրանք հավերժական են, ոչ թե համերգները, թեև դրանք անմոռանալի են, այլ գաղափարը, որ մի մարդ իր ձայնով, իր համարձակությամբ, իր ճշմարտությամբ կարող է մարտահրավերել ամբողջ համակարգին եւ հաղթել։ Այդ գաղափարը, այդ հավատքը, այդ հույսը, սա է այն, ինչ Ազնավուրը թողեց մեզ համար։ Եվ սա է այն, ինչ մենք պետք է պահպանենք, պաշտպանենք եւ փոխանցենք հաջորդ սերունդներին։ Առաջին անգամ 35 տարում այն մարդը, ով պատասխանատու էր Ազնավուրի անձնական անվտանգության համար, համաձայնվեց խոսել տեսախցիկի առջև։ Այն, ինչ նա պատմում է վերջին շաբաթների մասին, կփոխի այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք։ Սկսած անձնական զրույցներից Էլենայի հետ, մինչև հուսահատ փախուստի պլանները, մինչև այն պահը, երբ նրանք հասկացան, որ ամեն ինչ վերջացել է։ Բայց ամենաշոկային բացահայտումը վերաբերում է մեկ այլ բանի։ Այն մարդը, ում Ազնավուրը վստահում էր ամենից շատ, այն մարդը, ով գիտեր նրա բոլոր գաղտնիքները, բոլոր թույլ կողմերը, բոլոր վախերը, հենց այդ մարդն էր, ով վերջապես իրականացրեց իր պլանը։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչպես կարողացավ նա տասնամյակներ թաքցնել իր իրական դեմքը, եւ ամենակարևորը, ինչու հենց այդ պահին, երբ Ազնավուրը արդեն հաղթել էր համակարգի դեմ, այդ մարդը որոշեց հարվածել։ Պատասխանները գտնվում են մի գաղտնի նամակում, որը գրվել է 1976 թվականի նոյեմբերին։ Նամակ, որը երբեք չի ուղարկվել, բայց որը պահպանվել է ինչ-որ մեկի կողմին, որպես ապահովագրություն, որպես ապացույց, որպես վերջին խոստովանություն։ Ժակը, այդպես մենք կկոչենք նրան, քանի որ նրա իրական անունը դեռ պաշտպանված է գաղտնիության պայմանագրով, աշխատել է Ազնավուրի անձնական անվտանգության թիմում 1970-րդ թվականներից սկսած։ Նա չէր պարզապես պահակ։ Նա էր այն մարդը, ով ստուգում էր Ազնավուրի սնունդը, ով վերահսկում էր նրա հյուրերին, ով քնում էր դռան մոտ, որպեսզի ոչ ոք չկարողանար մտնել առանց նրա իմանալու։ Եվ հենց այդ մտերմությունը, այդ վստահությունը, այդ մոնը, այդ մոտիկությունը դարձրեց այն, ինչ տեղի ունեցավ, այնքան ավելի ցավոտ։ Ժակը հիշում է այն գիշերը, երբ ամեն ինչ փոխվեց։ 1976 թվականի նոյեմբերի 18-ին, երբ Փարիզը սառած էր առաջին ձմեռային ցրտից, Ժակը պահպանում էր իր սովորական հերթապահությունը Ազնավուրի տան դիմաց։ Ժամը 3-ն էր գիշերվա, փողոցները դատարկ էին, միայն հազվադեպ մեքենաների լույսերը կտրում էին խավարը։ Եվ հենց այդ պահին մի մարդ մոտեցավ նրան։ Ոչ թե անծանոթ, ոչ թե սպառնալիք, այլ ինչ-որ մեկը, ում Ժակը ճանաչում էր շատ լավ։ Պիեռը, Ազնավուրի անձնական օգնականը, մարդը, ով աշխատում էր երգչի հետ 15 տարի, ով կազմակերպում էր նրա ամբողջ կյանքը, ում Ազնավուրը վստահում էր ավելի քան ցանկացած ուրիշի։ Պիեռը մոտեցավ Ժակին եւ ասաց. «Մենք պետք է խոսենք, ոչ այստեղ, գնանք»։
Նրա ձայնում կար ինչ-որ բան, որը ստիպեց Ժակին հետևել առանց հարցերի։ Նրանք քայլեցին մի քանի փողոց, մինչև հասան փոքրիկ կաֆե, որը դեռ բաց էր գիշերային բանվորների համար։ Այնտեղ, անկյունային սեղանի մոտ, որտեղ ոչ ոք չէր կարող լսել նրանց, Պիեռը սկսեց խոսել։ Եվ այն, ինչ նա ասաց, սառեցրեց Ժակի արյունը։ «Ես գիտեմ, թե ինչ ես դու մտածում», սկսեց Պիեռը։ «Դու մտածում ես, որ ես եմ հավատարիմ Ազնավուրին, որ ես եմ նրա ընկերը, որ ես երբեք չեմ դավաճանի նրան։ Բայց ճշմարտությունն այն է, որ ես արդեն դավաճանեցի։ Ոչ թե մեկ անգամ, այլ հարյուրավոր անգամներ։ Յուրաքանչյուր անգամ, Երբ ես տեղեկացնում էի նրանց նրա ծրագրերի մասին, յուրաքանչյուր անգամ, երբ ես փոխանցում էի նրանց նրա անձնական նամակները, յուրաքանչյուր անգամ, երբ ես թույլ էի տալիս նրանց լսել նրա հեռախոսազրույցները, ես եղել եմ նրանց մարդը սկզբից ի վեր։ Եվ հիմա նրանք ուզում են, որ ես անեմ ինչ-որ բան ավելի վատ»։ Ժակը չէր կարող հավատալ այն, ինչ լսում էր։ Պիեռը, մարդը, ում Ազնավուրը համարում էր իր երկրորդ եղբայրը, մարդը, ով եղել էր նրա կողքին բոլոր այդ տարիների ընթացքում, բոլոր պայքարների, բոլոր հաղթանակների ժամանակ, ինչպես կարող էր նա լինել դավաճան։ Բայց Պիեռը շարունակեց, եւ յուրաքանչյուր բառով պատկերը դառնում էր ավելի մութ, ավելի սարսափելի։ «Նրանք գտան ինձ 1960 թվականին», բացատրեց Պիեռը։ «Ես ուներ պարտքեր, խաղային պարտքեր, որոնք չէի կարող վճարել։ Եվ նրանք եկան ինձ մոտ եւ առաջարկեցին գործարք։ Նրանք կվճարեին իմ պարտքերը, եթե ես աշխատեի Ազնավուրի մոտ եւ տեղեկացնեի նրանց նրա մասին։ Ես մտածեցի, որ դա կլինի ժամանակավոր, որ ես կվճարեի իմ պարտքերը եւ կազատվեի։ Բայց նրանք երբեք չթողեցին ինձ գնալ։ Յուրաքանչյուր անգամ, երբ ես փորձում էի դադարեցնել, նրանք սպառնում էին բացահայտել ամեն ինչ Ազնավուրին։ Եվ ես գիտեի, որ եթե նա իմանար, նա ոչ միայն կհեռացներ ինձ, այլև կոչնչացներ ինձ։ Ուստի ես շարունակեցի։ 15 տարի ես եղել եմ նրանց աչքերը եւ ականջները Ազնավուրի տանը»։ Ժակը զգաց, թե ինչպես նրա ստամոքսը սեղմվում է։ Նա ուզում էր հարվածել Պիեռին, ուզում էր գոռալ, ուզում էր վազել եւ ասել Ազնավուրին ամեն ինչ, բայց Պիեռը դեռ չէր ավարտել։ «Բայց հիմա նրանք ուզում են ավելին», շարունակեց նա ձայնը դողալով։ «Նրանք ուզում են, որ ես ինչ-որ բան դնեմ Ազնավուրի սնունդում։ Ոչինչ մահացու, նրանք ասացին, պարզապես ինչ-որ բան, որը կդարձնի նրան հիվանդ, որը կստիպի նրան դադարեցնել համերգները, որը կթուլացնի նրան այնքան, որ նա այլևս չկարողանա պայքարել։ Նրանք տվեցին ինձ փաթեթ, փոշի, որը ես պետք է խառնեմ նրա սուրճին կամ նրա ճաշին։ Եվ նրանք ասացին, որ եթե ես չանեմ դա, նրանք կգան իմ ընտանիքի մոտ։ Իմ կինը, Իմ երեխաները, նրանք կվտանգվեն։ Ժակը նայեց Պիեռի աչքերի մեջ եւ տեսավ այնտեղ ոչ թե դավաճանի, այլ կոտրված մարդու։ Մարդու, ով 15 տարի ապրել էր երկու կյանքով, ով ամեն օր արթնանում էր, գիտենալով, որ նա դավաճանում է մարդուն, ով վստահում էր նրան ամենից շատ։ Եվ հիմա, երբ նրանից պահանջում էին անել ինչ-որ բան, որը կարող էր իսկապես վնասել Ազնավուրին, Պիեռը վերջապես գտավ համարձակություն ասելու ոչ։ «Ես չեմ անանի դա», ասաց Պիեռը։ «Ես չեմ կարող։ Ես արդեն շատ եմ արել, շատ եմ դավաճանել։ Բայց սա գերազանցում է ամեն սահման։ Ուստի ես եկել եմ քեզ մոտ, որովհետև դու պետք է իմանաս։ Դու պետք է պաշտպանես նրան, եւ դու պետք է ասես նրան ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը։ Այն մասին, թե ինչ եմ ես արել, եւ այն մասին, թե ինչ են նրանք պլանավորում անել»։ Ժակը նստեց լռությամբ, փորձելով մարսել այն ամենը, ինչ նա հենց նոր լսեց։ Նա գիտեր, որ նա պետք է անմիջապես գնար Ազնավուրի մոտ, պետք է արթնացներ նրան, պետք է պատմեր ամեն ինչ, բայց նա նաև գիտեր, որ այս բացահայտումը կկոտրեր Ազնավուրին, ոչ թե ֆիզիկապես, Այլ էմոցիոնալորեն, որովհետև Պիեռի դավաճանությունը չէր պարզապես մեկ այլ հարված համակարգից։ Սա էր անձնական դավաճանություն, ընկերոջ դավաճանություն, եղբոր դավաճանություն։ Եվ այդպիսի դավաճանությունները վերք են թողնում, որոնք երբեք չեն բուժվում։ Բայց Ժակը չուներ ընտրություն։ Նա վերցրեց Պիեռին եւ միասին նրանք վերադարձան Ազնավուրի տուն։ Ժամը 4-ն էր առավոտյան, երբ նրանք զարկեցին դուռը։ Ազնավուրը բացեց հագնված հալաթով, աչքերը քնած, բայց երբ նա տեսավ նրանց երկուսի դեմքերը, նա անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան սխալ է։ «Մտեք», ասաց նա, եւ նրանք մտան նրա աշխատասենյակ, այն սենյակը, որտեղ Ազնավուրը գրում էր իր երգերը, որտեղ նա պլանավորում էր իր համերգները, որտեղ նա պայքարում էր իր պատերազմները։ Պիեռը նստեց Ազնավուրի դիմաց եւ սկսեց խոսել։ Նա պատմեց ամեն ինչ, սկսած 1960 թվականից, սկսած խաղային պարտքերից, սկսած առաջին գործարքից։ Նա պատմեց, թե ինչպես նա տեղեկացնում էր կառավարությանը Ազնավուրի ամեն քայլի մասին,
թե ինչպես նա փոխանցում էր նրանց անձնական նամակները, թե ինչպես նա թույլ էր տալիս նրանց լսել հեռախոսազրույցները։ եւ վերջապես նա պատմեց վերջին պահանջի մասին՝ փոշու մասին, որը նա պետք է դներ Ազնավուրի սնունդում։ Ազնավուրը լսեց ամեն ինչ լռությամբ։ Նրա դեմքը չփոխվեց, նրա աչքերը չշարժվեցին։ Բայց Ժակը, ով կանգնած էր դռան մոտ, տեսավ, թե ինչպես Ազնավուրի ձեռքերը սեղմվում էին բռունցքի, տեսավ, թե ինչպես նրա շնչառությունը դառնում էր ավելի արագ, տեսավ, թե ինչպես նրա մարմինը դողում էր ներսից։ Բայց երբ Պիերը ավարտեց, երբ նա նայեց Ազնավուրի աչքերի մեջ եւ ասաց. «Ես ափսոսում եմ, ես այնքան ափսոսում եմ», Ազնավուրը պարզապես ասաց. «Դուրս»։ Պիերը փորձեց ասել ինչ-որ բան ավելին, փորձեց բացատրել, փորձեց արդարացնել, բայց Ազնավուրը կրկնեց, այս անգամ ավելի ուժգին. «Դուրս, հիմա եւ երբեք ավելի մի վերադառնա»։ Պիերը կանգնեց, նայեց վերջին անգամ մարդուն, ում նա դավաճանել էր 15 տարի, եւ դուրս եկավ։ Ժակը լսեց նրա քայլերը աստիճաններով, լսեց դռան փակվելը, եւ հետո լսեց ինչ-որ բան, որը նա երբեք չէր լսել նախկինում։ Շարլ Ազնավուրը լաց էր լինում։ Ոչ թե բարձր, Ոչ թե դրամատիկ, այլ հանդարտ, խորը, սրտառուչ, արցունքներ, որոնք գալիս էին ոչ թե ցավից, այլ հիասթափությունից։ Հիասթափություն մարդուց, ում նա վստահել էր ամենից շատ։ Հիասթափություն համակարգից, որը կարողացել էր ապականել նույնիսկ նրա ամենամերձավոր ընկերներին։ Հիասթափություն աշխարհից, որտեղ դավաճանությունը դարձել էր նորմ, որտեղ հավատարմությունը դարձել էր թուլություն, որտեղ ճշմարտությունը դարձել էր վտանգ։ Ժակը մոտեցավ Ազնավուրին եւ դրեց ձեռքը նրա ուսին։ Նա չասաց ոչինչ, որովհետև չկային բառեր, որոնք կարող էին մխիթարել այդպիսի ցավը։ Նրանք պարզապես նստեցին այնտեղ, երկուսով, մինչև արևածագը սկսեց լուսավորել Փարիզի ծխնելույզները, մինչև քաղաքը սկսեց արթնանալ, մինչև կյանքը սկսեց շարունակվել, կարծես ոչինչ չէր տեղի ունեցել։ Բայց ինչ-որ բան տեղի էր ունեցել, ինչ-որ բան էական, ինչ-որ բան անդառնալի։ Ազնավուրը կորցրել էր վերջին մնացորդը վստահության, որը նա ուներ համակարգի նկատմամբ։ Նա հասկացավ, որ նրանք կարող էին հասնել նրան ամենուր, նույնիսկ նրա սեփական տանը, նույնիսկ նրա սեփական սեղանին, նույնիսկ նրա սեփական ընկերների միջոցով։ Եվ այդ գիտակցությունը փոխեց ամեն ինչ։ Երբ մարդը հասկանում է, որ նա այլևս անվտանգ չէ իր սեփական տանը, երբ նա գիտի, որ նրա ամենամերձավոր մարդիկ կարող են լինել զավաճաններ, երբ նա չի կարող վստահել նույնիսկ իր սնունդին, ապա նա ապրում է ոչ թե կյանքով, այլ գոյատևմամբ։ Եվ գոյատևումը, որքան էլ անհրաժեշտ լինի, երբեք չի փոխարինի կյանքը։ Սա էր այն, ինչ տեղի ունեցավ Շարլ Ազնավուրի հետ Պիերի դավաճանության բացահայտումից հետո։ Նա շարունակեց երգել, շարունակեց ճանապարհորդել, շարունակեց պայքարել։ Բայց ինչ-որ բան նրա մեջ փոխվեց։ Ինչ-որ բան կոտրվեց, որը երբեք ամբողջությամբ չվերականգնվեց։ Ժակը, ով մնաց Ազնավուրի անվտանգության պետը մինչև երկչի կյանքի վյանքի վերջը, հիշում է, թե ինչպես փոխվեց Ազնավուրի վարքագիծը այդ օրից հետո։ Նա դարձավ ավելի զգույշ, ավելի փակ, ասում է Ժակը։ Նա այլևս չէր հրավիրում մարդկանց իր տուն այնպես ազատորեն, ինչպես նախկինում։ Նա ստուգում էր իր սնունդը նախքան ուտելը։ Նա փոխեց իր հեռախոսահամարները, իր բանկային հաշիվները, նույնիսկ իր ամենօրյա երթուղիները։ Նա ապրում էր կարծես ամեն պահ սպասելով հաջորդ հարվածին։ Եվ այդ ապրելակերպը, այդ անընդհատ լարվածությունը, այդ երբեք չվերջացող պարանոյան, դրանք սպանում էին նրան ավելի արագ, քան ցանկացած թույն կարող էր։ Բայց Ազնավուրը չթույլ տվեց, որ այդ վախը կանգնեցներ նրան։ Փոխարենը նա օգտագործեց այն որպես վառելիք իր պայքարի համար, վառելիք իր երգերի համար, վառելիք իր ճշմարտության համար։ Նա գիտեր, որ համակարգը ուզում էր, որ նա լռի, ուզում էր, որ նա վախենա, ուզում էր, որ նա հանձնվի, եւ նա որոշեց, որ նա կանի հակառակը։ Նա կխոսի ավելի բարձր, կերքի ավելի ուժգին, կպայքարի ավելի սաստիկ։ 1977 թվականին Ազնավուրը գրեց նոր երգ, որը կոչվում էր «Դավաճանություն»։ Այն չէր վերաբերում Պիերին անձամբ։ Այն վերաբերում էր ավելի լայն բանի, համակարգին, որը ստեղծում է դավաճաններ, հասարակությանը, որը պարգևատրում է դավաճանությունը, աշխարհին, որտեղ հավատարմությունը դարձել է թանկ ապրանք, որը քչերը կարող են թույլ տալ իրենց։ Երգը պատմում էր մարդու մասին, ով վստահել էր ընկերոջը, ով բացել էր իր սիրտը, ով կիսել էր իր գաղտնիքները։ Եվ հետո պարզվում է, որ այդ ընկերը ամբողջ ժամանակ եղել է թշնամի, որ յուրաքանչյուր ժպիտ եղել է դիմակ, որ յուրաքանչյուր գրկախառնում եղել է դանակի հարված։ Երբ Ազնավուրը առաջին անգամ կատարեց այդ երգը հանրության առջև, երբ նա երգեց այդ տողերը,
Դու էիր իմ ընկերը, իմ եղբայրը, իմ պաշտպանը, բայց ամբողջ ժամանակ դու էիր իմ դահիճը, ամբողջ դահլիճը լռեց։ Մարդիկ զգացին այդ երգի ցավը, զգացին այդ բառերի ճշմարտությունը։ Եվ երբ երգը ավարտվեց, երբ վերջին նոտան մարեց օդում, ոչ ոք ծափահարեց։ Փոխարենը նրանք կանգ ժանգնեցին։ Մեկը, հետո մեկ ուրիշը, հետո ամբողջ դահլիճը։ Եվ նրանք կանգնեցին լռությամբ՝ մի րոպե, 2 րոպե, 3 րոպե։ Լռություն, որը ասում էր ավելին, քան ցանկացած ծափահարություն կարող էր ասել։ Լռություն, որը ճանաչում էր ցավը, որը հարգում էր համարձակությունը, որը կիսում էր պայքարը։ Բայց այդ երգը ստեղծեց նաև նոր խնդիրներ։ Ֆրանսիական կառավարությունը, որը հենց նոր համաձայնել էր փակել Ազնավուրի գործը, որը հենց նոր հայտարարել էր բարեփոխումների մասին, տեսավ այդ երգը որպես նոր սադրանք։ Նրանք մեկնաբանեցին այն որպես անձնական հարձակում, որպես մեղադրանք, որպես սպառնալիք։ Եվ նրանք սկսեցին նոր քարոզարշավ Ազնավուրի դեմ։ Այս անգամ ոչ թե հարկերի միջոցով, այլ մամուլի միջոցով։ Կառավարական լրատվամիջոցները սկսեցին հրապարակել հոդվածներ, որոնք պատկերում էին Ազնավուրին որպես պարանոիկ, որպես մարդ, ով տեսնում է դավաճաններ ամենուր, որպես արտիստ, ով կորցրել է կապը իրականության հետ։ Նրանք հարցազրույցներ վերցրին նախկին գործընկերներից, ովքեր պատմեցին, թե ինչպես Ազնավուրը դարձել է դժվար, անհանդուրժող, վիրավորական։ Նրանք նույնիսկ գտան հոգեբանների, ովքեր ախտորոշեցին Ազնավուրին առանց երբևէ հանդիպելու նրա հետ, որպես տառապող հալածանքի համալիրից։ Այս քարոզարշավը վնասեց Ազնավուրի հեղինակությանը։ Ոմանք սկսեցին կասկածել նրա պատմությունը, սկսեցին մտածել, թե գուցե նա իսկապես չափազանցնում է, գուցե նա իսկապես տեսնում է դավաճաններ այնտեղ, որտեղ չկան։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին Ազնավուրին անձամբ, ովքեր տեսել էին այն, ինչով նա անցել էր, ովքեր գիտեին ճշմարտությունը, նրանք չհավատացին այդ քարոզչությանը։ Եվ նրանք սկսեցին իրենց սեփական քարոզարշավը, պաշտպանելու Ազնավուրին, պաշտպանելու ճշմարտությունը, պաշտպանելու այն սկզբունքները, որոնց համար նա պայքարել էր։ Մարիան եւ նրա խումբը, այն 12 մարդիկ, ովքեր բերել էին գաղտնի փաստաթղթերը, սկսեցին գրել նամակներ թերթերին, սկսեցին տալ հարցազրույցներ, սկսեցին պատմել իրենց պատմությունը։ Նրանք բացահայտեցին, թե ինչպես կառավարությունը օգտագործել էր հարկային համակարգը որպես քաղաքական գործիք, թե ինչպես նրանք պլանավորել էին վնասել Ազնավուրին, թե ինչպես նրանք փորձել էին լռեցնել նրան։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, հանրային կարծիքը սկսեց կրկին շրջվել Ազնավուրի օգտին։ Բայց Ազնավուրը ինքը այլևս չէր հետաքրքրված հանրային կարծիքով։ Նա արդեն հաղթել էր իր պայքարը։ Նա արդեն ապացուցել էր իր կետը։ Հիմա նա ուզում էր միայն մեկ բան՝ խաղաղություն։ Խաղաղություն իր ընտանիքի հետ, խաղաղություն իր երաժշտության հետ, խաղաղություն իր հոգու հետ։ Եվ նա գիտե, որ այդ խաղաղությունը նա չէր կարող գտնել Ֆրանսիայում։ Ոչ այլևս։ Չնայած բոլոր հաղթանակներին, չնայած բոլոր բարեփոխումներին, չնայած բոլոր ճանաչումներին, Ֆրանսիան մնում էր տեղը, որտեղ նա դավաճանվել էր, տեղը, որտեղ նա տառապել էր, տեղը, որտեղ նա գրեթե կորցրել էր իր կյանքը։ Ուստի Ազնավուրը սկսեց նայել այլ տեղեր։ Շվեյցարիան, որտեղ շատ ֆրանսիացի արտիստներ արդեն տեղափոխվել էին։ Ամերիկան, որտեղ նրան միշտ ջերմորեն ընդունում էին։ Բայց ամենից ավելի նա մտածում էր Հայաստանի մասին։ Հայաստանը, որը նա երբեք չէր տեսել, բայց որը միշտ եղել էր նրա սրտում։ Հայաստանը, որտեղ նրա պապը ծնվել էր, որտեղ նրա արմատներ էին, որտեղ նրա ինքնությունը էր։ Եվ նա սկսեց երազել մի օրվա մասին, երբ նա կարողանար գնալ այնտեղ, ոչ թե որպես այցելու, այլ որպես տուն վերադարձող։ Բայց այդ երազը պետք է սպասեր, որովհետև 1978 թվականներին Հայաստանը դեռ մաս էր Սովետական Միության, եւ Ազնավուրը որպես արևմտյան արտիստ, որպես մարդ, ով պայքարել էր կառավարության դեմ, չէր ողջունվելու այնտեղ։ Ուստի նա սպասեց։ Նա շարունակեց երգել, շարունակեց ճանապարհորդել, շարունակեց երազել։ Եվ նա սպասեց այն օրվա, երբ պատմությունը կփոխվեր, երբ սահմանները կբացվեին, երբ նա վերջապես կկարողանար գնալ տուն։ Այդ օրը եկավ 1988 թվականին, երբ Սովետական Միությունը սկսեց փլուզվել, երբ Հայաստանը սկսեց շարժվել դեպի անկախություն, եւ երբ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, երբ ամբողջ քաղաքներ ոչնչացվեցին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ կորցրին իրենց կյանքերը, Ազնավուրը գիտեր, որ նրա պահը եկել է։ Նա չէր կարող ավելի սպասել։ Նա պետք է գնար, նա պետք է օգներ, նա պետք է լիներ այնտեղ իր ժողովրդի համար։ Եվ այդպես նա գնաց։
Չնայած իր բժիշկների նախազգուշացումներին, չնայած իր ընտանիքի վախերին, չնայած իր սեփական առողջական խնդիրներին, նա գնաց Հայաստան, եւ այն, ինչ նա տեսավ այնտեղ, փոխեց նրա կյանքը հավերժ։ Երբ Շարլ Ազնավուրը առաջին անգամ ոտք դրեց Հայաստանի հողի վրա, երկնազգաց այդ հողի տաքությունը իր ոտքերի տակ, Երբ նա շնչեց այդ օդը, որը կրում էր նրա նախնիների հոտը, նա զգաց ինչ-որ բան, որը նա երբեք նախկինում չէր զգացել։ Պատկանելություն։ Ոչ թե որպես հյուր, ոչ թե որպես այցելու, այլ որպես որդի, ով վերջապես վերադարձել է տուն։ Եվ երբ նա տեսավ ավերածությունը, երբ նա տեսավ մարդկանց, ովքեր կորցրել էին ամեն ինչ, բայց դեռ կանգնած էին, դեռ պայքարում էին, դեռ հույս ունեին, նա հասկացավ, թե ինչու նրա պապը երբեք չմոռացավ այս երկիրը։ Որովհետև Հայաստանը չէր պարզապես տեղ։ Հայաստանը էր գաղափար դիմադրության, գոյատևման, հույսի։ Ազնավուրը անցկացրեց շաբաթներ Հայաստանում։ Նա այցելեց ավերված քաղաքները, հանդիպեց վերապրածներին, գրկեց որբերին։ Եվ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նա խոստացավ, որ նա կվերադառնա, որ նա կօգնի, որ նա երբեք չի մոռանա նրանց։ Եվ նա պահպանեց այդ խոստումը։ Հաջորդ տարիների ընթացքում Ազնավուրը կազմակերպեց տասնյակ համերգներ ամբողջ աշխարհում, հավաքեց միլիոնավոր դոլարներ, ստեղծեց հիմնադրամ, որը կառուցեց տներ, դպրոցներ, հիվանդանոցներ։ Նա դարձավ ոչ միայն երգիչ, Այլև կամուրջ։ Կամուրջ Հայաստանի եւ աշխարհի միջև, կամուրջ անցյալի եւ ապագայի միջև, կամուրջ հույսի եւ իրականության միջև։ Եվ 1988 թվականին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհեց նրան հայկական քաղաքացիություն, երբ Ազնավուրը կանգնեց Երևանի հրապարակում եւ ասաց. «Ես վերջապես տանն եմ», նա չէր խոսում միայն իր մասին։ Նա խոսում էր բոլոր հայերի մասին, ովքեր ապրում էին Սփյուռքում, ովքեր երազում էին մի օր վերադառնալ, ովքեր կրում էին Հայաստանը իրենց սրտերում, նույնիսկ երբ նրանք հազարավոր կիլոմետրեր հեռու էին։ Նա խոսում էր բոլոր փախստականների մասին, բոլոր արտաքսվածների մասին, բոլոր նրանց մասին, ովքեր կորցրել էին իրենց հայրենիքը, բայց երբեք չէին կորցրել իրենց ինքնությունը։ Բայց Ազնավուրի ժառանգությունը չէր միայն Հայաստանում։ Նրա ժառանգությունը էր նաև Ֆրանսիայում, երկրում, որը նա սիրել էր եւ ատել էր, երկրում, որը նրան դավաճանել էր, բայց որը նա երբեք ամբողջությամբ չթողեց։ Որովհետև չնայած բոլոր ցավերին, չնայած բոլոր պայքարներին, չնայած բոլոր դավաճանություններին, Ազնավուրը երբեք չդադարեցրեց սիրել Ֆրանսիան։ Նա սիրում էր նրա լեզուն, նրա մշակույթը, նրա մարդկանց։ Նա պարզապես չէր սիրում նրա համակարգը, նրա բյուրոկրատիան, նրա կեղծավորությունը։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, Ֆրանսիան սկսեց հասկանալ, թե ինչ էր կորցրել։ Երբ Ազնավուրը մահացավ 1988 թվականի հոկտեմբերի առաջին օրը, երբ նրա ձայնը վերջապես լռեց, ամբողջ Ֆրանսիան սգավորեց։ Ոչ թե որպես պարտականություն, ոչ թե որպես արարողակարգ, այլ որպես իսկական կորուստ։ Կորուստ ձայնի, որը ներկայացնում էր Ֆրանսիան ամբողջ աշխարհում։ Կորուստ արտիստի, ով երբեք չվախեցավ խոսել ճշմարտությունը։ Կորուստ մարդու, ով ցույց տվեց, որ հնարավոր է պայքարել համակարգի դեմ եւ հաղթել։ 1988 թվականի հոկտեմբերի 5-ին Ֆրանսիան կազմակերպեց ազգային հրաժեշտի արարողություն ինվալիդների տանը Փարիզում։ Նախագահը ինքը եկավ հարգանքի տուրք մատուցելու։ Նա խոսեց Ազնավուրի մասին որպես ֆրանսիական մշակույթի դեսպան, որպես ազգային գանձ, որպես անմահ ձայն։ Բայց նա չխոսեց այն մասին, ինչ Ֆրանսիան արել էր Ազնավուրին։ Նա չխոսեց հարկային հետապնդման մասին, դավաճանության մասին, փորձի մասին լռեցնել նրան։ Նա չխոսեց այն մասին, որ Ազնավուրը պայքարել էր ոչ թե Ֆրանսիայի համար, այլ Ֆրանսիայի դեմ, եւ որ նրա հաղթանակը եղել է հաղթանակ ոչ թե համակարգի, այլ համակարգի դեմ։ Բայց մարդիկ, ովքեր եկել էին հրաժեշտ տալու, նրանք գիտեին ճշմարտությունը։ Նրանք հիշում էին պատմությունը։ Եվ երբ նրանք կանգնեցին լռությամբ, երբ նրանք լսեցին Ազնավուրի երգերը, որոնք հնչում էին դահլիճում, նրանք հիշեցին ոչ միայն արտիստին, այլև պայքարողին։ Պայքարող, ով երբեք չհանձնվեց, ով երբեք չլռեց բեքս, ով երբեք չմոռացավ, թե ինչու նա պայքարում էր։ Հետո Ազնավուրին տեղափոխեցին Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցի Փարիզում։ Այնտեղ փոքրիկ եկեղեցում, որտեղ նրա պապը երբեմն աղոթում էր, տեղի ունեցավ հոգեհանգիստ։ Քահանան երգեց հայերեն, հին մեղեդիներ, որոնք գալիս էին դարերի խորքից։ Մեղեդիներ, որոնք պատմում էին կորուստի եւ հույսի, ցավի եւ դիմադրության մասին։ Եվ երբ արարողությունը ավարտվեց, երբ Ազնավուրի դագաղը տեղափոխվեց դեպի Մոնֆոր Լամորի համայնք, որտեղ նա թաղվեց իր ընտանիքի կողքին, բոլորը, ովքեր այնտեղ էին, զգացին, որ
Մի դարաշրջան ավարտվել է, բայց արդյոք իսկապես ավարտվել է։ Արդյոք Ազնավուրի պատմությունը, նրա պայքարը, նրա ժառանգությունը իսկապես պատկանում են անցյալին, թե դրանք շարունակում են ապրել, շարունակում են ոգեշնչել, շարունակում են մարտահրավերել մեզ, լինել ավելի համարձակ, ավելի ճշմարիտ, ավելի ազատ։ Այսօր, երբ մենք նայում ենք ետ Շարլ Ազնավուրի կյանքին, երբ մենք տեսնում ենք այն ամենը, ինչով նա անցավ, մենք տեսնում ենք ոչ միայն մի մարդու պատմություն, այլ մի ժամանակաշրջանի պատմություն։ Ժամանակաշրջան, երբ կառավարությունները կարծում էին, որ նրանք կարող են վերահսկել ամեն ինչ՝ մարդկանց ձայները, մարդկանց մտքերը, մարդկանց երազանքները։ Ժամանակաշրջան, երբ համակարգը կարծում էր, որ նա անհաղթ է, որ նա կարող է ճզմել ցանկացած դիմադրություն, որ նա կարող է լռեցնել ցանկացած ճշմարտություն։ Բայց Ազնավուրը ցույց տվեց, որ համակարգը սխալվում էր։ Նա ցույց տվեց, որ մի մարդ իր ձայնով, իր համարձակությամբ, իր ճշմարտությամբ կարող է մարտահրավերել ամբողջ համակարգին։ Նա ցույց տվեց, որ հնարավոր է պայքարել եւ հաղթել ոչ թե զենքով, ոչ թե բռնությամբ, այլ արվեստով, երաժշտությամբ, խոսքով։ Եվ նա ցույց տվեց, որ այդ հաղթանակը, թեև այն գալիս է մեծ գնով, արժե յուրաքանչյուր զոհաբերություն։ Բայց ինչ եղավ այն մարդկանց, ովքեր մասնակցեցին այս պատմությանը։ Մարիան եւ նրա խումբը, ովքեր բերեցին գաղտնի փաստաթղթերը, շարունակեցին ապրել հանդարտ կյանքով։ Նրանք երբեք չդարձան հերոսներ, երբեք չստացան ճանաչում, երբեք չպահանջեցին շնորհակալություն։ Նրանք պարզապես գիտեին, որ նրանք արեցին ճիշտ բանը, եւ դա բավական էր նրանց համար։ Պիերը դավաճանը անհետացավ։ Ոմանք ասում են, որ նա տեղափոխվեց Հարավային Ամերիկա, ուրիշներ, որ նա փոխեց իր անունը եւ սկսեց նոր կյանք։ Բայց ճշմարտությունն այն է, որ ոչ ոք իսկապես չգիտի, թե ինչ եղավ նրա հետ։ Եվ գուցե դա ավելի լավ է այդպես, որովհետև դավաճանները չարժանի են հիշատակման։ Ֆրանսիական կառավարությունը շարունակեց գոյություն ունենալ, շարունակեց փոխվել, շարունակեց կարծել, որ նա սովորել է իր սխալներից։ Բայց արդյոք իսկապես սովորել է։ Արդյոք այսօր, տասնամյակներ անց, համակարգը իսկապես այլ է։ Թե նա դեռ օգտագործում է նույն մեթոդները, միայն ավելի նուրբ, ավելի գաղտնի, ավելի արդյունավետ։ Սրանք են հարցերը, որոնք մենք պետք է հարցնենք մեզ։ Եվ Հայաստանը։ Հայաստանը, որը Ազնավուրը սիրեց այնքան շատ, որը նա օգնեց վերականգնվել, որը նա երբեք չմոռացավ։ Այսօր Հայաստանում կա հրապարակ Ազնավուրի անունով։ Կա արձան, որը պատկերում է նրան երգելիս։ Կան դպրոցներ, հիվանդանոցներ, մշակութային կենտրոններ, որոնք կրում են նրա անունը։ Բայց ամենակարևորը, կա հիշողություն։ Հիշողություն մարդու, ով երբեք չմոռացավ իր արմատները, ով երբեք չդավաճանեց իր ժողովրդին, ով միշտ վերադարձավ, երբ նրան անհրաժեշտ էին։ Եվ այդ հիշողությունը, այդ ժառանգությունը, այդ ոգեշնչումը, սա է այն, ինչ մնում է մեզ համար։ Ոչ թե փողերը, ոչ թե համբավը, ոչ թե մրցանակները, այլ գաղափարը, որ մի մարդ կարող է փոխել աշխարհը, որ ճշմարտությունը ավելի հզոր է, քան ստերը, որ համարձակությունը ավելի արժեքավոր է, քան անվտանգությունը, որ ազատությունը արժե ցանկացած գին։ Բայց արդյոք մենք պատրաստ ենք վճարել այդ գինը։ Արդյոք մենք պատրաստ ենք կանգնել մեր սկզբունքների համար, նույնիսկ երբ ամբողջ համակարգը դարձել է մեր դեմ։ Արդյոք մենք պատրաստ ենք երգել ճշմարտությունը, նույնիսկ երբ բոլորը ասում են մեզ լռել։ Արդյոք մենք պատրաստ ենք պայքարել, նույնիսկ երբ հաղթանակը թվում է անհնար։ Սրանք են հարցերը, որոնք Շարլ Ազնավուրի պատմությունը թողնում է մեզ համար։ Եվ պատասխանները, ինչպես միշտ, կախված են մեզանից։ Բայց մի բան հստակ է. եթե մենք ընտրենք լռել, եթե մենք ընտրենք հանձնվել, եթե մենք ընտրենք մոռանալ, ապա Ազնավուրի զոհաբերությունը կլինի ընդունակ։ Բայց եթե մենք ընտրենք խոսել, եթե մենք ընտրենք պայքարել, եթե մենք ընտրենք հիշել, ապա նրա ժառանգությունը կշարունակի ապրել։ Եվ գուցե, ուղղակի գուցե, մի օր մենք կապրենք աշխարհում, որտեղ արտիստները չեն պետք է ընտրեն իրենց ազատության եւ իրենց հայրենիքի միջև։ Աշխարհում, որտեղ ճշմարտությունը չի պատժվի, այլ պարգևատրվի։ Աշխարհում, որտեղ համակարգը ծառայում է մարդկանց, ոչ թե մարդիկը համակարգին։ Սա էր Ազնավուրի երազանքը։ Եվ եթե մենք շարունակենք նրա պայքարը, գուցե մի օր այդ երազանքը կդառնա իրականություն։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Շարլ Ազնավուրը դեռ հիշվում, եւ բաժանորդագրվեք ալիքին,